Շնորհակալություն։ Ես ուրախ եմ տեսնել, որ ընդդիմությունը արձագանքեց բուն թեմայի շուրջ խոսելու իմ կոչին, իսկ բուն թեման հիշեցնեմ մեր արտաքին քաղաքական օրակարգի ամենակարևոր հարցը հետևյալն էր, թե Ռուսաստանից ինչ աստիճանի անկախ արտաքին քաղաքականություն կարող է վարել Հայաստանը, այս հարցի շուրջ մի քանի ելույթներ ունեցան, դա շատ լավ է, սա քննարկման թեմա է, ամենևին ոչ տաբու, եւ ես այսօր ցանկանում եմ խոսել մեր քաղաքական օրակարգի երկրորդ կարևոր հարցի մասին, բայց մինչև երկրորդ հարցին անդրադառնալը, առաջին հարցի շուրջ մի քանի արձագանք անեմ բանախոսներին, բան Սևակ Խաչատրյան, այո, եթե մեկը ջավախքից է, իսկապես ջավախքից է, այո, իհարկե, կարող ասի ջավախքի իմ հայրենիքն է, իհարկե, Վրաստանի դեսպանին էլ հանդիպման ժամանակ էլի շատ զգալով պահ է, էլի ոչ թե բարև ձեզ ջավախքի իմ հայրենիքն է, մի բաժակ գինու շուրջ, մի երկու բառ խոսալուց հետո մեկը կասի ես Քութայիսից եմ, մեկը կասի ես Բաթումից եմ, ինքն էլ կասի ես ջավախքից եմ, իմ հայրենիքն է, կասի քո ցավն էլ տանեմ վեր, խնդիր չկա։ Ոնց որ ես իմ օրինակը բերեցի, ասենք հիմա Իրանի դեսպանի հետ օրինակ հանդիպում լինի, ես էլ կարող եմ ասել էլի որոշակի բանից հետո, էլի իրավիճակի սկանից հետո, չեմ ասում, հենց առաջի բառը հետ։ Իհարկե, բայց ես, ոչ պարոն Կարապետյանը, ոչ Տաշիրից պարոն Կարապետյանը։ Ես կարող եմ Իրանի դեսպանին ասել, բա գիտեք, Խոյը իմ հայրենիքն է, գիտեք, իմ պապերը Խոյից են։ Եթե մեկը Թեհրանից է, գիտեք, մեծ հայկական համայնք ունենք մենք Թեհրանում, կարող ասի Թեհրանը իմ հայրենիքն է, կասի ցավդ էլ տանեմ, բա մենք մեր պատմական կապերը, մեր մշակույթը, բայց եթե պարոն Կարապետյանը գնա Իրանի դեսպանին ասի Խոյը իմ հայրենիքն է, դա պրոբլեմ կլինի։ Այդ պրոբլեմ կտա, այդ դեսպանը դեպեշը կգրի իր կառավարությանը, այնտեղից ամենայն հավանականությամբ պարզաբանման պահանջ կգա, թե ինչի է պարոն Կարապետյան, ազգային ժողովի պատգամավոր, Տաշիրի Նարեկ Կարապետյանը ասում, որ Խոյը Իրանում գտնվող Խոյը իր հայրենիքն է, ինչ կապ ունի ինքը ընդհանրապես Խոյի հետ, այսինքն դա կմեկնաբանվի, որ դա ոչ թե ինքը նկատի ունի, որ իր փոքր հայրենիքն է, այսինքն իր պապերի կամ իր ծննդավայր կամ ծնողների ծննդավայր, այլ ընդհանուր մեր բոլորի հայրենիքն է եւ դա էլ մեկնաբանության տեղ կտա։ Փորձելու համար, որ դուք տենց չեք անի, ես ասում եմ, չելենջ եմ անում, կարող եք հիմա ընդգրկվել բարեկամական խմբում, ես դժվար լինեմ այդ խմբում, բայց մեր գործընկերները կլինեն, ասեք, Իրանի դեսպանին նման բան ասեք։ Եթե մենք տեսնենք, էլի, դա ոնց կստացվի։ Ես համոզված եմ, որ դուք Իրանի դեսպանին, այսինքն ոչ խոյեցի մեկ, Իրանի դեսպանին չի ասի, Խոյը իմ հայրենիքն է։ Ոչ ջավախեցի մեկը Վրաստանի դեսպանին չի ասի, ջավախքը իմ հայրենիքն է, շատ նուրբ, շատ զգուշ կլինեք դուք բոլորդ եւ մենք էլ իդեպ, բայց Թուրքիայի հետ հարաբերություններում դուք զգուշ չեք, չէ, մի անգամից գնաց Մուշ, Արդահան, Կարս, Ադանա, չգիտեմ, ինչքան բանը խոսքը կտրում է, այնքան կարա գնա, իսկ որն է սրա պատճառը հետեւյալն է, որ Ռուսաստանի տեսանկյունից Հարավային Կովկասում Հայաստանի Հանրապետության համար սահմանված դերի մեջ չի մտնում Իրանի ու Վրաստանի հետ պրոբլեմ ունենալը Ռուսաստանի տեսանկյունից իր պատկերացրած Հարավկովկասյան ճարտարապետության մեջ մենք կարիք չպետք է ունենանք Իրանի ու Վրաստանի հետ պրոբլեմ ունենալ դրա համար դուք մենք էլ չենք ասի, բայց մենք այլ պատճառով չենք ասի, իսկ դուք այլ պատճառով չեք ասի, որովհետև դա այդ ճարտարապետության մասը չի, իսկ Թուրքիայի հետ խնդրեմ, ինչ ուզում ես ասա, հետո իրանք կգան կբարիշացնեն կամ չեն բարիշացնի կզանգեն, մենք կարող ենք լինել միջնորդ, մենք բերենք քարտեզներ, մենք բերենք ՏՏՏ մասնագիտականներ, են։ Սա ինչ վերաբերում է առաջին երաշխավոր, Իրանի հետ հարաբերություններում երաշխավորի կարիք չկա, որտեղ իրանք այլ հարաբերություններ ունեն, Թուրքիայի հետ այլ հարաբերություններ ունեն։ Խնդրում եմ այս մասին մտածենք ու շարունակենք քննարկումը։ Բայց երկրորդ օրակարգային հարցը մեր ներքաղաքական, ընդհանրապես մեր պետականաշինության ճանապարհին, դա հետևյալն է. իշխանությունը Հայաստանում պետք է կառուցվի ներքևից վերև, թե վերևից ներքև։ Սա ֆունդամենտալ հարց է, հատկապես կապիտալի մասին խոսակցություններում, հատկապես այսպես կոչված կապիտալի վերաբաշխման խոսակցություններում, սա միշտ է ուղեկցել մարդկությանը, կան պետություններ, որտեղ ընդ որում շատ հաջողակ պետություններ, շատ հարուստ պետություններ, որտեղ իշխանությունը կառուցվում է վերևից ներքև, դա հիմնականում լինում է ռեսուրսներով հարուստ պետություններում, եւ ժողովրդավարություններում որպես կանոն իշխանությունը կառուցվում է ներքևից վերև։
Եվ եթե մենք նայենք մեր այսօրվա ընդդիմությանը եւ ընդդիմության ներսում կուսակցությունների, ֆրակցիաների եւ այն գաղափարախոսության մեջ, որ այդ ընդդիմությունը առաջարկում է մեր պետությանը, իշխանությունը կառուցվում է վերևից ներքև։ Ո՞նց է կառուցվում։ Գալիս է մի մարդ, բերում է մի կոմբայն եւ այն կոնվերտացնում է իշխանության։ Ասում է վերցրեք ձեզ կոմբայն, ինձ տվեք իշխանություն։ Այսինքն կոմբայնը դառնում է իշխանություն։ Ճանապարհին կհասնենք, բայց այդ ճանապարհի համար վճարում են բոլորը։ Այն ճանապարհը, որ մենք կառուցում ենք, մենք հո մեր փողերով չենք կառուցում։ Դրան հիմա կհասնեմ։ Բոլորով աշխատում ենք, գումարը հավաքում ենք միտեղ եւ հավասարաչափ բաշխում ենք, փորձում ենք հավասարաչափ բաշխել, պարոն Խաչատրյանը շատ է սիրում Gini ինդեքսը, անդադ ամեն բյուջեի քննարկման հարցնում է, ուր է Gini ինդեքսը, գիտեք ինչքան է Gini ինդեքսը եղել անցած ու նախանցած տարի Հայաստանում։ Gini ինդեքսը, ասեմ, ազգային հարստության բաշխման կոեֆիցիենտն է, որը չափվում է 0-ից մինչև 100 կամ տարբերակ 0-ից մինչև 1, բայց ես 100-ով չափեմ, որ ավելի հեշտ լինի։ 0-ն բացարձակ հավասարությունն է, այսինքն որ այդ պետությունը բոլորը ունեն նույն չափի փող ու կապիտալ, դա պրակտիկորեն հնարավոր չի, ոչ մի պետությունում Gini կոեֆիցիենտը 0 չի։ 100-ը դա բացարձակ անհավասարությունն է, որտեղ ամբողջ ռեսուրսը մի մարդու ձեռքում է, այդպիսի կոեֆիցիենտ էլ չի լինում։ Ասենք սկանդինավյան երկրներում եւ Հայաստանում այդ կոեֆիցիենտը մոտավորապես 25, 26, 27-ի շրջանակներում է, ավելի կենտրոնացված իշխանության վերևից ներքև կառուցված իշխանության պետություններում, ասենք կարող լինի 55, 60, 70 այդ շրջանակներում։ Հիմա օրինակ ձեր ֆրակցիայում եթե նայենք Gini կոեֆիցիենտը ինչքան է։ Ձեր ֆրակցիան 29 հոգու մեջ, եթե ձեր բոլոր 29 հոգու կապիտալը եւ շահույթը եկամուտը գումարենք իրար բաժանենք 29-ի։ Ինչ կլինի Gini կոեֆիցիենտը, հաստատ չի լինի 26, 27, ինչպես Հայաստանում է, որովհետեւ պարոն Կարապետյանի ունեցվածքը եւ կապիտալը անգամներով, չգիտեմ, հազարավոր անգամներով կգերազանցի ֆրակցիայի մյուս անդամների կապիտալին։ Եվ այն, որ սա պրոբլեմ է քաղաքական ուժի համար, եւ այն, որ սա պրոբլեմ է ժողովրդավարության համար։ Ինչքան ավելի, ասում եմ, Gini կոեֆիցիենտը մոտ է 100-ին, այնքան ավելի անհավասար է բաշխված կապիտալը եւ այնքան ավելի վտանգված է ժողովրդավարությունը։ Ժողովրդավարությունը հենվում է անհրաժեշտ թվով չասեմ հարուստ, բայց եկեք այս բառը օգտագործեմ, անհրաժեշտ թվով կայացած ունևոր, եկեք այսպես անհրաժեշտ թվով, ոչ թե 1, ոչ թե 2, անհրաժեշտ թվով ունևոր, կայացած, անհրաժեշտ չափի եկամուտ ունեցող մարդկանց համախմբի ամբողջության վրա։ Դրա վրա է հենված ժողովրդավարությունը։ Եվ հակառակը, այնտեղ որտեղ Gini ինդեքսը խախտված է, հարուստները փորձում են ուղղակի գնել իշխանությունը, իդեպ այդ կոեֆիցիենտը Հայաստան խմբակցությունում էլ էլի նույն ձևի կլինի, չի կարող լինի էլի հավասար 25, 26, պարզ բան է, որ խմբակցության մյուս 11 անդամները չեն կարող հասնել բոլորով միասին, ասենք պարոն Քոչյանի ունեցածի նույնիսկ չգիտեմ, քանի տոկոսին։ Ինչպես։ Ասեմ, Թրամփի մասին հարց է հնչում, ասեմ, պարոն Ղազինյան, Թրամփը, այո, մեր աչքով շատ հարուստ մարդ է, Հայաստանում իր նման հարուստ մարդ չկա, բայց Թրամփը Ամերիկայի ամենահարուստ մարդը չի, եւ նույնիսկ հարուստների տասնյակում չի, եւ նույնիսկ հարուստների 100-ակում չի, եւ նույնիսկ հարուստների 300-ակում չի։ Այստեղից հետ ասեմ ավելին, մեր լավ բարեկամ պարոն Դոնալդ Թրամփը, երբ մասնակցում էր նախագահական ընտրություններին, այն իմ ասած 300-ակի հարուստները, նրանց մեծ մասը, բացի Իլոն Մասկից, դեմ էին նրա թեկնածությանը։ Սա ինչ է հետևում, որ ԱՄՆ-ում փողը չկոնվերտացվեց իշխանության։ Եթե փողով չափվեր ԱՄՆ-ում իշխանության գալու հավանականությունը, այն 300-ակի ուժերը կգային իշխանության, որտեղ այնտեղ շատ ավելի մեծ կապիտալ եւ փող էր կուտակված, բայց ինքը իր խոսքով 312-ն Արգելի գործընկերներ, տեղից թող լինի չեք 201, դրանից իմ ասածը չի փոխվում։ Հարցն է, որ պարոն Թրամփը ոչ թե փողը կոնվերտացնել է իշխանության, այլ ասել է քաղաքական խոսք, ունեցել է քաղաքական առաջարկ, այդ թվում իդեպ այն թեմաների մասին, որ մենք ենք քննարկում այս դահլիճում եւ վայելել է, ստացել է ժողովրդի քվեն։ Ինչ եք անում դուք։
Ասում եք, այն համայնքներում, որտեղ մեզ ձայն են տվել, այս այլ է, էլի այդ բիզնես մտածելակերպը։ Դուք ներդրում եք արել ամբողջ հանրապետությունով մեկ, այսինքն ընտրարշավի ընթացքում, ներդրում եք արել։ 2-3 համայնքում այդ ներդրումը տվել է արդյունք, ասում եք, ես ներդրումներս կշարունակեմ այն արդյունք տված տեղում։ Պատկերացնում եք կառավարությունը այդպես բաշխի սուբվենցիաները։ Պատկերացնում եք կառավարությունը ասի, կներեք պարոն Կոջյան, 10 վայրկյան, ասի այն համայնքներում, որտեղ համայնքապետը իմը չի, մեր կուսակցականը չի, սուբվենցիա ես իրանց չեմ տա, հակառակը։ Այս խոսակցությունը եկեք հիշենք, կշարունակենք, իշխանություն ներքևից վերև, թե իշխանություն վերևից ներքև։ Համեցեք պարոն Մեծարգո ԱԺ նախագահ, հարգելի փոխնախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, պարոն Կարապետյան, խնդրում եմ ձեր ուշադրությունը, հատկապես որ պարոն Էդգար Ղազարյանը շատ է սիրում, որ մենք ձեզ ենք դիմում եւ բերկրանք է ապրում։ Պարոն Կարապետյան, ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել պարոն Ղազարյանին հանրապետականից ձեր թիմ ներառելու եւ նրան ԱԺ բերելու համար, որովհետեւ պարոն Ղազարյանի այս էպատաժային պահվածքը ապահովելու է մեր 2031 թվականի վերընտրությունը, բայց մյուս կողմից էլ մտածում եմ այն քաղաքացիները, որոնք մտածում են անընդհատ, որ մենք այս ընդդիմության հետ պասերով խաղերի մեջ ենք, լսած կլինեք այդպիսի կարծիքներ կան, որ մենք ենք ստեղծել մեր համար հարմար ընդդիմություն, հիմա դեռ այդ մարդկանց ապացուցի, որ Էդգար Ղազարյանը մեր պրոյեկտը չի, Ուժեղ Հայաստանը մեր պրոյեկտը չի, շատ դժվար կլինի։ Իհարկե Աստված չանի։ Անդրադառնալով պարոն Ալեքսանյան, եկեղեցի գնացեք, Աստծուն ուզում եք դիմեք Տիկին Հովսեփյան։ Անդրադառնալով պարոն Ալեքսանյանի ընտրությանը, ես կոչ եմ անում մեր ընդդիմադիր գործընկերներին որևէ պարագայում չընտրել պարոն Ալեքսանյանին, որովհետև այդ դեպքում դուք առանց այն էլ ուժեղացնելու եք մեր շատ ավելի ուժեղ թիմը։ Իսկ մեր գործընկերները գիտեն, որ պարոն Ալեքսանյանի ընտրությամբ մեր եւ ձեր միջև եղած այդ ուժային բալանսը, խզվածքը ավելի է խորանալու ի օգուտ մեզ։ Մեր թիմակիցներին շարունակելով դիմել, ուզում եմ ուշադրություն հրավիրել, հարգելի գործընկերներ, նկատել եք, որ Ուժեղ Հայաստան ամեն դեպքում ընդունել է մեր բարեկիրթ դեբատների մասին, մեծ հաշվով ընդունել է այդ առաջարկը, բայց Հայաստան խմբակցությունը էլ չգիտի մեզ ինչ բարերով, ինչ լեզվով բացատրի, որ իրենք համաձայն չեն այդ տարբերակին։ Եվ հիմա մթնոլորտը տենց համեմատաբար կայուն է, որովհետև իրավիճակին չեն կարողանում իրենց փոքրաթիվ լինելու բերումով ազդեն, բայց ամեն ինչ անում են այս մթնոլորտը պղտորելու համար։ Բայց հարգելի Հայաստան խմբակցության ներկայացուցիչներ, մենք առաջարկը արել ենք եւ ձեր շահերից է բխում այն ընդունելը։ Չընդունեք, ընդունեք, չէ։ Մենք ինչպես պարոն Ռուբինյանը նշեց, կարող ենք փոխադարձությամբ պատասխանել եւ ավելի կոշտ ու անհամաչափ։ Հարգելի գործընկերներ, ուզում եմ նաեւ մեր մի շարք քաղաքացիների հորդորները ձեզ փոխանցել, վստահ եմ ձեզ են այդպիսի նամակներ գրում, այդպիսի արձագանքներ դուք եք ստանում, բայց ուզում եմ սա հրապարակայնացնել, այս քանի օրերին անընդհատ մեր քաղաքացիներից ծանոթներ, անծանոթներ շնորհավորանքներ եմ ստանում падգամավոր ընտրվելու եւ ընդհանրապես մեր թիմի ընտրվելու կապակցությամբ ու միաժամանակ շարունակելով գրում են, բայց անդրադառնալով մեր առաջարկին բարեկրթության սահմաններում ունենալու, ասում են կներեք էլի, ում հետ եք բարեկրթություն խաղում, այդ ինչ բարեկրթության առաջարկներ եք անում, ում մենք ենք ձեզ խանգարում, ինչի մասին է խոսքը, ընտրակաշառք բաժանողների հետ եք բարեկիրթ, երրորդ երկրներից գործուղվածների հետ եք բարեկիրթ, ընտրակեղծարարների հետ եք բարեկիրթ, այդ ինչի մասին եք խոսում ընդհանրապես, ու մտածում եմ կարող է այս մարդիկ, մեր քաղաքացիները, մեզ ընտրողները հիմա մտածում են, որ մենք մեր տված նախընտրական խոստումներից հետ ենք կանգնում ու հրաժարվում ենք։ Հետո ուրիշ նամակներ են բացում, նորից շնորհավորանքներ, շնորհակալության խոսքեր ու ասում են շնորհակալ ենք այդ առաջարկի համար։ Ու հուսով ենք, որ այդ առաջարկը կպահպանվի ու այդ մթնոլորտը, այդ խոսույթը կպահպանվի, որովհետև հոգնել ենք ազգային ժողովից լսել դավաճան, հողատու, ընտրակեղծարար, թալանչի կամ ռուսի շպիոն, թուրքի շպիոն եւ այլ խոսույթները։ Ու հուսով ենք, որ կհրաժարվեք այդ խոսույթներից, որովհետև մենք արժանի կամ ազգային ժողովը արժանի չի դրան։
Հիմա ես ուզում եմ դիմել մեր սիրելի այն քաղաքացիներին, այն առաջին խումբ քաղաքացիներին, սիրելիներս, մենք նախորդիվ տեսել ենք, թե այդ խոսույթը մեզ ուր է տանում։ Իսկ այն տանում է նրան, որ մենք ունենք ահա այսպիսի ազգային ժողովի ընդդիմություն։ Իսկ գուցե մենք այլ ճանապարհով գնանք ու կարողանանք ի վերջո առողջացնել քաղաքական դաշտը ու հաջորդ խորհրդարանը ավելի հայաստանակենտրոն ընդդիմություն ունենա, ավելի իրական ընդդիմություն ունենա, ավելի հայաստանյան ընդդիմություն ունենա։ Գուցե այլ ճանապարհով գնալու դեպքում այլ արդյունքի հասնենք։ Եկեք ի վերջո փորձենք, որովհետև միևնույնն է Հայաստան դաշինքը մինչև քոքը մաշվել է ու հազիվել 2031 թվականին վերընտրվի կամ շանս ունենա այդպիսի։ Իսկ ուժեղ Հայաստան խմբակցությունը կարծում եմ մինչև 2031 էլ չի ձգի, պարոն Կարապետյան, ցավոք, որովհետև, այո, ճիշտ է, որովհետև ես վստահ եմ, որ ձեր տակից եթե փողը հանում ենք, տակը բան չի մնում։ Դա քաղաքական տրամաբանությունն է դա հուշում, պարոն Կարապետյան, եւ կարծում եմ, որ դուք շուտով մնալու եք անկախ падգամավոր, բայց ոչ թե դուք եք դուրս գալու խմբակցությունից, այլ հերթով ձեր թիմակիցները դուրս են գալու, դրա բերումով է, որ դուք դառնալու եք պարոն Կարապետյան անկախ падգամավոր։ Բայց միևնույն ժամանակ, պարոն Կարապետյան, ասեմ, որ մենք պատրանքներ չունենք, ոչ մի իլյուզիա։ Գործ ունենք մինչև ուղնուծուցը հակա ժողովրդավար, հակա ինքնիշխան, հակա խաղաղարար մի ուժերի հետ, մի խմբավորման հետ, գործ ունենք մի չարորակ ուռուցքի հետ քաղաքական իմաստով, բայց որի բուժումը չեմ կարծում, թե հայրյանքը, վիրավորանքը կամ բռնությունն են։ Դրա համար կոչ եմ անում միևնույնն է ընդունել մեր առաջարկը, հարգելի Հայաստան խմբակցության ներկայացուցիչներ, եւ պարոն Կարապետյան, ինչպես ասեցի, ձեր տակից եթե փողը հանենք, ձեր թիմի տակից եթե փողը հանենք, ապա հաջորդիվ պարոն Վարդևանյանը մենք ես դրան եմ անդառնում հիմա։ Պարոն Վարդևանյանը նոր պաշտպանյալ կգտնի իր համար, մեր տնտեսագետ գործընկերները այլ գործատուներ կգտնեն, նախկին հանրապետական պաշտոնյաների որդիները կամ նեպո բեյբիները այլ թիմեր կգտնեն իրենց համար, այնպես որ մենք մեր գործունեության ընթացքում, պարոն Կարապետյան, թե ընդդիմություն եղած ժամանակ, թե իշխանություն եղած ժամանակ, առանց Դուբինկայի, առանց ամեն ինչի մենք մեր քայլերը իրականացել ենք, մենք մեր սկզբունքներին հավատարիմ ենք մնացել, մենք մեր գաղափարներին հավատարիմ ենք մնացել, թե փող ունեցած ժամանակ, թե փող չունեցած ժամանակ, թե իշխանություն եղած ժամանակ, թե չեղած ժամանակ, այնպես որ հարգելի եւ սիրելի քաղաքացիներ, ես առաջին խումբ հատկապես քաղաքացիներ, եկեք այս անգամ փորձենք այլ ճանապարհով գնալ, եկեք փորձենք այդ շանսը տալ մեզ բոլորիս, հուսով եմ այդ շանսը ընդդիմությունը եւս կփորձի տալ մեր քաղաքացիներին։ Շնորհակալ եմ։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, ես պետք է խոսեի ավելի շատ Վահագ Ալեքսանյանին որպես ազգային ժողովի նախագահի տեղակալի տեխնացուի կարևոր որակումների մասին, որի մասին մասամբ նշեց Վահագ Ալեքսանյանի ներկայացնող մեր գործընկեր Արուսակ Ջուլհակյանը, բայց ես էլ կարող էի բան ավելացնել, որովհետև Վահագ Ալեքսանյանը պատգամավոր դառնալուց հետո ներգրաված եղել Պաշտպանության եւ Անվտանգության հանձնաժողովի աշխատանքներում մինչև հիմա, մինչև ամսի 2-ը, եւ եղել է ՆԱՏՕ-ի պատվիրական ՆԱՏՕ-ի խորհրդարանական պատվիրակության անդամ եւ մենք Արուսակ Ջուլհակյանի եւ Վահագ Ալեքսանյանի հետ բազմաթիվ ճանապարհ ենք անցել եւ այդ ճանապարհը մեզ ոչ միայն մտերմացրել է, այլ նաեւ մարդկային որակները ավելի ցայտուն է դարձրել։ Ուստի ես ուզում եմ, պարոն Ալեքսանյան, ձեզ հաջողություն մաղթել, այսպես թե այնպես մենք ձեզ ընտրելու ենք, որովհետեւ դուք ներկայացնում եք նոր սերունդի քաղաքական գործիչի կերպար, ինչպես նաեւ մեր մյուս գործընկերները երիտասարդ, որոնք վերևում են, եւ դա սերնդափոխություն է, ուզենք թե չուզենք։ Ընդդիմությունը ցանկանա, չցանկանա, եւ մեր սերունդը ողջունելով դա ամեն ինչ անելու է, որպեսզի դուք ոչ միայն հաջողեք, այլ ավելի բարձրացնեք մեր քաղաքական օրակարգը մեր երկրի համար։ Բայց այդքանով կավարտվեմ, որովհետեւ ես այսքանը պետք է կամ չխոսեի, կամ խոսեի, որովհետեւ ասելիք այդտեղ չէր։ Բայց երեք ես նկատեցի, որ
քաղաքական համար 1 ամբիոնի մոտ հայտնվեց Ռոբերտ Քոչարյանի որդին Լևոն Քոչարյանը եւ ոչ ավել ոչ պակաս մարտի 1-ի համար մեղադրեց Նիկոլ Փաշինյանին։ Դա շատ տարօրինակ էր այն առումով, որ մարտի 1-ին ես ենթադրում եմ, որ Լևոն Քոչարյանը առնվազն չի եղել 7 տարեկան, 20 տարին անցած, 21 կամ 22 տարեկան երիտասարդ տղա եղել նախագահի ընտանիքում շատ այսպես ներկայանալի դիրքում եւ ինքը ամեն ինչ պետք է տեղյակ լիներ թե ընտանիքում, թե փողոցում եւ ընդհանրապես տեղի ունեցող մարտի 1-յան դեպքերի հետ կապված։ Եթե նույնիսկ տեղյակ չեն եղել, այս տարիների ընթացքում իր ժանրի մեջ բացառիկ մի ֆիլմ է նկարահանվել Փաստավակ խմբի զեկույցի եւ նկարահանումների հիման վրա։ Դա կորսված գարունն է։ Եվ նա երկու մասից էր բաղկացած, հատկապես ուզում եմ շեշտեմ երկրորդ մասը, որտեղ Նիկոլ Փաշինյանը որպես ամբիոնը ղեկավարող քաղաքական գործիչ ասում էր ժողովուրդ վաղը գարնան առաջին օրն է, այդ օրը մեզ չտվեցին։ Առավոտը 6-ից հետո տեղի ունեցան գործողություններ բիրտ։ Եվ հետո դա որակեցին որպես քննչական գործողություն։ Մոռանում են, որ ըստ օրենքի քննչական գործողությունները պետք է տեղի ունենան ժամը 7-ից հետո կապած լուսաբացի հետ։ Հետո պարզվեց, որ այդ գործողությունները նկարահանել են եւ նկարահանողների ժամը ֆիքսված էր եւ այդտեղ առաջին խախտումներն էր, բայց որպեսզի դա կարողանան այսպես փաթեթավորեն, տեղի ունեցան խարդավանքների մի հսկա ծավալի գործողություններ։ Քանի որ ես փաստացի եղել եմ միջազգային մանդատով ստեղծված Փաստավակ խմբի ոչ միայն անդամ, այլ նաև ընդդիմության կողմից ներկայացված անդամ, ես եւ Տիկին Սաֆարյանը, եւ մենք մեր աշխատանքի արդյունքում ունենալով մեր հետևում քաղաքական այն մեծ համակարգը, որը ձևված է ընտրությունների հետ ընտրական process-ի ընթացքում, մենք կարողացանք իրացնել մի գործողություն, որը տևեց 7 ամիս եւ մենք ունեցանք 5 զեկույց։ Եվ հիմա միեդի որոշման մեջ արձանագրումներ կան 5 զեկույցներից։ Դրանք անշրջելի զեկույցներ են, որոնց մեջ ներառված են եղել ներքին զորքերի սպա կապիտան Համլետ Թադևոսյանի հանգամանքներից սկսած մինչև անօրինական զիված խմբավորումների ստեղծումը 0038 հրաման։ Հիմա եկեք հասկանանք ոնց է այդ դեպքերը տեղի ունեցել, որ կապվում է ուղիղ Ռոբերտ Քոչարյանի ոչ միայն կառավարման, այլ իր անձի հետ։ Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայից վերադառնալուց փետրվարի 23-ին առնչվում է մի իրողության հետ, որ մոտ է երկրի ներսում հեղափոխական իրավիճակի։ Հրավիրում է զինված ուժերի ղեկավար կազմին, որ ինչի մասնակցի է միայն Մանվել Գրիգորյանը, եւ այնտեղ բոլորին այսպես իր ոճով թափ է տալիս եւ տեղնադնում ասում է, որ գնացեք եւ այլևս ձեզ չտեսնեմ, չգիտեմ, երկապահի կառույցում, եւ նրանք բոլոր երկապահի անդամներ են եղել։ Ինչպես նաև մեր գործընկեր Սասուն Միքայելյանը, որը նաև պատգամավոր էր, որին նաև բռնեցին հենց այստեղ, ազգային ժողովի որոշման արդյունքում։ Եվ դրանից հետո ծնվում է 0038 հրամանը խիստ գաղտնի, որը Փաստավակ խմբի ձեռքին հայտնվելուց պարզ դարձավ, որ այդ խորհրդակցության արդյունքում զինված ուժերը ստացել են առաջադրանք։ Մարտի 1-ին ինչով պետք է զբաղվեն։ Եվ հիմա ուզում եմ հետ դառնամ եւ սկսենք 96 թվականից հետո ընտրությունների արդյունքում ճգնաժամը հաղթահարելու լուծում Լևոն Տեր-Պետրոսյանը գտավ, որ Ռոբերտ Քոչարյանին պետք է հրավիրի Հայաստան եւ նշանակի վարչապետ, որպեսզի Ղարաբաղի հարցը լուծվի։ Կարծում եմ Տեր-Պետրոսյանը սխալվեց։ Ռոբերտ Քոչարյանը Լաչինի միջանցք անցնելու պայծ սկսած մտածում էր իշխանությունը ոնց վերցնի Լևոն Տեր-Պետրոսյանից։ Դա ակնհայտ էր, որտեղ այդ գործողությունները սկսեցին մեկ մյուսին հաջորդել, բայց դրան զուգահեռ Հայաստանի ներսում տեղի ունենում քաղաքական լուրջ սպանություններ։ 98 թվական դեկտեմբերի 9 Վարամ Խորխորոնի, 99 թվական փետրվար Արսուն Մարգարյան։ Գիտեք ոնց, մեկ էլ պարզվում է դրանից առաջ շատ տրամաբանված Աղբան Հովսեփյանին Ռոբերտ Քոչարյանը սկզբից ստանում է քննչական մարմնի ղեկավար դատախազության, հետո երբ որ արդեն իշխանությունը բավարար էր նրան գլխավոր դատախազ նշանակում է եւ տեղի են ունենում այս սպանությունների տարօրինակ փաթեթավորումներ։ Հետո կանդրադառնում հոկտեմբերի 27-ին։ Փաթեթավորումը ո՞րն էր։ Խորխորոնու սպանությունը այդպես էլ չմնաց բացահայտված մինչև վերջերս, բայց պարզվում է 98 թվականին մինչև հոկտեմբերի 27-ը սպանողները ձերբակալված են եղել, գաղտնի պահվել են եւ հետո հոկտեմբերի 28-ից հետո նրանք բարեհաջող հայտնվել են Լեռնային Ղարաբաղում։ Հարցը չի առաջանում։ Այդ ոնց։ Ես այդ հարցը տվել եմ
Աղվան Հովսեփյանից հետո նշանակված Բորիս Նազարյանին եւ ես պատասխան չեմ ստացել։ Հեռախոսով մենք մտերեմ ենք եղել, ո՞նց է։ Գագիկ Ջանգիրյանը չգիտի, Վազգեն Սարգսյանի մտերիմ շրջապատը չգիտի, ես ինչա տեղ ունենում, բայց ես հիշեցնեմ, որ Պաշտպանության նախարարությունում հավաքված սպայակազմը պայման էր դրել Սերժ Սարգսյանի առաջ, որ անմիջապես ժամանակ երկու օր բացահայտվի Վարամ Խորխոնի սպանությունը։ Դեռ չգիտենք, որ Արսուն Մարկանի սպանությունը հետևում սպասում է։ Արսուն Մարկանի սպանությունը այսպես առեղծված ինքնասպանության այս դրսևորումը երկու մահաբեր կրակոցի կամ մեկ մահաբեր կրակոցի, այդպես էլ այդ խնդիրը չլուծեց մինչև վերջերս։ Երբ որ գնում եք Եռաբլուրում, աչք թեյուրը Արսուն Մարկանի գերեզմանա, որտեղ Արտաշիրիմում է տեղի ունեցել, որտեղ նոր պարզվեց, որ Արսուն Մարկանի ձեռքը այնպես ավանացված, որ ինքը ձեռքով չէր կարա բաճկոնի հետևից կրակել գլխի։ Եվ հիմա կալանքի որոշում է կասել քննիչը վարդարացի Թիկնապաների մասով է, թիկնապաների առեղծված է, այսպես, որտեղից եկան, ուր գնացին, այդպես էլ նախաքննական մարմինը չկարողացավ լուծում գտնի, որտեղ են նրանք, որտեղից հայտնվեցին, ուր գնացին, նրանք մեկը գտնվում է Ֆրանսիայի տարածքում, գիտեմ, Արսեն անունով։ Բայց դա արդեն նախաքննական մարմնի արդեն աշխատանքը պետքա լինի, որի խնդիրը պետքա լուծում ստանա։ Հիմա գանք ինչ տեղի ունեցավ հետագա զարգացումներում։ Իշխանության խնդիր էր։ Վազգեն Սարգսյանը եւ Կարեն Դեմիրճյանը ձևավորեցին նոր իշխանություն, որովհետեւ Վազգեն Սարգսյանը համոզված էր, որ երկրում պետքա ձևավորի համերաշխության մթնոլորտ։ Եվ դրա համար էր, որ Դաշնակցության ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը նշանակվեց Պաշտպանության եւ Անվտանգության հանձնաժողովի նախագահ։ Հիշեցնեմ, դա այդպեսի պահել է եղել։ Եվ խնդիրը մեր երկրում այդ մթնոլորտը պետքա ձևավորել մեր երկրի անվտանգային միջավայրը ուժեղացնել եւ ուժեղ պահելու համար։ Ինչ տեղի ունեցավ։ Տեղի ունեցավ հոկտեմբերի 27։ Եվ բոլորը, որով հարստացել են, ինչի մասին խոսում են մանկապարտեզներ, ֆլան, տեղի ունեցավ միայն հոկտեմբերի 27-ից հետո։ Ունեցվածքի բաժանում, մանկապարտեզների սեփականաշնորհում, իրար հրմշտոց, բայց չէ՞ որ Ռոբերտ Քոչարյանին հրավիրել Տեր-Պետրոսյանը, որպեսզի լուծեր խաղաղության խնդիրը։ Խաղաղության խնդիրը չլուծեց, որովհետև խաղաղություն պետք չէր, իշխանություն էր պետք։ Այդ իշխանության խնդիրը լուծվեց հոկտեմբերի 27-ով սկսվեց եւ գնաց, հիմա հոկտեմբերի 27-ի կարևորագույն վկաներից մի քանիսը դեռ կան, բայց սկսվեց վկաների այսպես շքերթ մահվան, պատահական, մեկը մահանում Ամերիկայում Տիգրան Նազարյան, մյուսը բժշկուհին մահանում է, չգիտեմ որտեղ։ Եվ այսպես, մեկ ավտովթարից, այսպես, բայց ուր կորավ Ալիկ Հարությունյանը, ով աջակցեց ազգային անվտանգության ծառայության դերն ու նշանակությունը, որը պետք է լիներ։ Ուրա Տիգրան Ուզունյանը, դրանք կարևորագույն մարդիկ են, որոնք ազդել են քննության ընթացքի եւ նրա շեղելու վրա։ Եվ դրա հիմնական ճարտարապետը եղել է Աղվան Հովսեփյանը, որը նաեւ ինչ որ պայից նորից դարձավ գլխավոր դատախազ, հետո դատախազության դռները պատճառելով հեռացավ, բայց մեկ այլ ազդեցությունը մինչև հիմա կարծում եմ դեռ գոյություն ունի, որը պետք է չեզոքացնել, բայց քննչական փաստավակ խմբի անդամներից երկուսը իշխանություններ, երկուսը ընդդիմությունը եւ մեկը մարդու իրավունքների պաշտպանը։ Համլետ Թաթևոսյանի զեկույցից հետո հասկացան, որ ոնց որ թե ընդդիմության ներկայացուցիչները հաջողել են։ Այդ զեկույցում ընդհանրապես պարզ դարձավ, որ Համլետ Թաթևոսյանը չի մահացել ընդդիմադիրների կողմից շպրտած նռնակով։ Եվ փորձագետներին, եթե դուք նայեք Կորսված գարուն ֆիլմը, դուք տեսնեք նա այդ կինոյի հերոսը, որը ես եմ, իմ ձայնը, միշտ այդ հարցաքննություններին, բոլոր հրավիրվածների եւ այլն, կներեք մի վարքանից։ Եվ ուզում եմ ասեմ, որ իհարկե անպայման պետքա այս լուծումները գտնել եւ դրա համար դրանով պայմանավորված, որ ես որոշումը կայացրել եմ իմ պատգամական հետագա գործողությունը իրականացնեմ պետայրական հանձնաժողովում, բայց մի բան էլ ասեմ, ես նաև համոզվեցի, որ Հայաստան խմբակցության փաստացի ղեկավարի տեղապահը ոչ թե Աննա Գրիգորյանն է, այլ Լևոն Քոչարյանն է, որովհետև ըստ էության ինքն է հակադարձում այն մեղադրանքները, որը կապված է իր հոր կառավարման տարիների հետ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ ազգային ժողովի հարգարժան նախագահի տեղակալ, շնորհավորում եմ եւ հաջողություն եմ մաղթում ձեզ, նաեւ հաջողություն եմ մաղթում Վահագն Ալեքսանյանին գալիք ընտրությունների ժամանակ, իհարկե վստահ եմ, որ եւս մեծ պատասխանատվությամբ մոտենալու եք ձեր աշխատանքներին եւ ընտրվելու եք իհարկե, որտեղ մենք միաձայն ձեզ ենք ընտրելու, պարոն Վահագն Ալեքսանյան։ Էլի քննարկում ենք իհարկե ազգային ժողովի նախագահի տեղակալի տեխնացության հարցը, ընտրության հարցը, բայց
հնարավոր չի չանդրադառնալ նախորդի հնչած ելույթներին եւ այստեղ ուզում եմ մի քանիսին անդրադառնալ պարոն Լևոն Քոչարյանի սկսած։ Նաեւ հասկանում եմ, որ ընդհանրապես խոսել մարտի 1-ի թեմայից արդեն 2026 թվականին Միեդի դատավճռից հետո, երբ Հայաստանում դեռ գործը շարունակում է քննվել, ընդհանրապես մեր հանրության շատ շերտեր կասեն, որ մարդիկ արդեն իսկապես հոգնել են այս թեմաների մասին խոսելուց կամ լսելուց, բայց պարոն Լևոն Քոչարյան, հնարավոր չի չարձագանքել, երբ որ դուք մարդկայնորեն ձեզ հասկանալով, ամբողջությամբ մարդկայնորեն հասկանալով, թե ինչքան բարդ է իրականությունը գիտակցել, պատասխանատվությունը, սեփական հոր իշխանության տարիների մեղավորությունը գիտակցել այս մասշտաբային ողբերգության մեջ եւ չփորձել հակադարձել, մարդկայնորեն հասկանում եմ, բայց դուք քաղաքական գործիչ եք եւ մի բան էլ փորձում եք արդարացնել։ Երեք խոսում էիք Միեդի վճռի մասին։ Ինչ եք ասում։ Ասում եք, տեսեք, բացառիկ իրավիճակ է ստեղծվել, երբ Միեդում կառավարությունը քանի որ փոխվել է, դիմող կողմը եւ պատասխանող կողմը նույն կողմից են։ Հետեւաբար, ինչ խնդիր կա, բարձր որ Միեդը այդ որոշումը պիտի կայացներ։ Մի հատ էլ ասում եք, ձեզ չեն լսել։ Չէ, պարոն Քոչարյան, դա այդպես չի բազմաթիվ պատճառներով։ Նախ եւ առաջ, սկսենք նրանից, որ սա բացառիկ իրավիճակ չի։ Ժողովրդավարական երկրներում տեղի են ունենում իշխանապողություններ, ընտրությունների միջոցով եւ անընդհատ տարբեր կառավարությունների ներկայացուցիչներ են լինում։ Ես երեք կարդում էի Միեդի տարբեր վճիռների մասին ու հենց այս մասով ասում եմ, որ սա հայերեն կլինի երևի պարբերաբար կամ չի, ինչպես ասենք, routinely կատարվող գործընթաց է, երբ որ ներկայացուցիչը փոխվում է։ Սրանով չի պայմանավորված վճիռը։ Դատավորները Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետություններից են, կա նաև մեծ պալատը, Grand Chamber։ Եվ իրենք են որոշումը կայացնում, ընդ որում հաշվի է առնվում ոչ միայն իհարկե կառավարության ներկայացուցիչ փաստարկները դիմող կողմի, այլև այստեղ պարոն Անդրանիկ Քոչարյանը ներկայացրեց փաստահավաք հանձնաժողով ա եղել, որը ամբողջը ներկայացրել է Հայաստանի բոլոր շերտերը ներկայացրել են։ Եվ վերջում նաև այն փաստը, որ դուք նշեցիք, որ դուք փորձել եք որպես երկկողմ ներգրավել եւ դատարանը ուշադրություն, ոչ թե իհարկե Հայաստանի ներկայացուցիչը, այլ դատարանը Միեդը մերժել է ձեզ։ Սա եւս առավել քան խոսուն է։ Հիմա ինչ վերաբերում է էլի Միեդի վճռի հետ կապված, դուք ինչ որ բաների հակադարձում էիք, հա, որ երբ ասացիք, որ մի գործընկերներ ասեցին, որ Միեդի վճռով պետությունն է պատասխանատու մարդկանց կյանքից զրկելու հարցում։ Պարոն Լևոն Քոչարյան, չկա այստեղ վիճելու հարց։ Միեդը սևով սպիտակի վրա արձանագրում է, որ կիրառվել են մահացու զենքեր, որոնք դատարանը գտել է, որ կիրառելու անհրաժեշտությունը, հիմա անգլերենից բառացի եմ թարգմանում, բացարձակապես բացակայել է, պարզ ասած Միեդը գտել է, որ չպետք է կիրառվեին մահացու զենքեր, դրանք եղել են հակաօրինական, հակասահմանադրական, իրավաչափի մասին էլ չեն խոսում, ինչքան ոչ իրավաչափ, եւ դրանք զրկել են մարդկանց կյանքից։ 10 քաղաքացու կյանքից 9-ի դեպքում, որովհետև մեկը մահացել է հետո հիվանդանոցում, 7-ի դեպքում սա հաստատվել է, կիրառվել է մահացու զենք ոստիկանական ուժերի կողմից։ Ես էլ չեմ խոսում բանակի ներգրավման մասին գործընթացներում, որը բացարձակապես հակասահմանադրական է։ Հետո այստեղ դուք խոսում եք, ձայնագրությունն եք բերում վարչապետի, որտեղ բառացիորեն վարչապետը ասում է ինքնապաշտպանվել բառը, ինքնապաշտպանվել։ Պարոն Լևոն Քոչարյան, ինչից հետո գործընկերներս արդեն ասեցին, մարտի 1-ի առավոտյան խայտարակ ջարդից հետո, ընդհանրապես որևէ կերպ չպրովոկացված, բայց սրա մասին էլի է պետք խոսել։ Էլի հասկանում եմ, սիրելի գործընկերներ, որ մեզնից շատերը ու մեր հասարակությունից շատերը էլի հոգնել են այս թեմայով լսել, բայց տեղեկություններ նորից լսել, որտեղ սա շատ են լսել, բայց մեր երիտասարդները տեղյակ չեն, հիմա մենք 26 թվին ենք, 26 թիվն է, 2008 թվին, այս տարի առաջի անգամ, 2008 թվականին մարտի 1-ից հետո ծնվածները մասնակցել են ընտրության, մեր երիտասարդները իսկապես տեղեկություններ ստանում են հիմա, իրենք անձամբ մասնակից չեն եղել ականատես, ինչ է նախորդել մարտի 1-ին, պարոն Լևոն Քոչարյան, ինչ է եղել, փետրվարի 19-ին 2018 թվականի եղել են ընտրություններ, որից հետո եղել են խայտարակ, կեղծված ընտրություններ, սա միայն մենք չենք փաստել, միայն մեր ժողովուրդը չի փաստել, տասնյակ հազարավոր ցույցերով մարդիկ, խաղաղ ցույցերի դուրս եկած մարդիկ, միջազգային հանրությունը բազմաթիվ տասնյակ զեկույցներում հարյուրավոր սա փաստել է։ Խայտարակ ընտրություններից հետո մարդիկ դուրս են գալիս փողոց եւ 10 օր շարունակ անում են խաղաղագույնս ցույցեր։ Ինչ էր լինում։
Մենք հավաքվում ենք Ազատության հրապարակում, մենք անում ենք երթեր Երևանի փողոցներում, ու կհիշեք, այն ժամանակ շատ ընդունված էր այս արտահայտությունը, ասում ենք այնքան խաղաղ են ցույցերը, որ ծառի մի ճյուղ անգամ չի կոտրվել։ Այսպես է եղել։ Հետո փետրվարի 26-ին հերթական մեծ հանրահավաքի ժամանակ Ազատության հրապարակում նույն օրը հանրահավաքը հրավիրած լինում Սերժ Սարգսյանը իր հաղթանակի արդիվ, բայց հրավիրած լինում ու պատկերացնում եք այդ մարդիկ ոնց էին բերվում այնտեղ, որովհետև հենց հանրահավաքը վերջանում է, այս մարդիկ հոտ զանգվածներով միանում են Ազատության հրապարակի մարդկանց։ Եվ ի՞նչ է տեղի ունենում։ Այս գիտակցումը իշխանության մոտ, Ռոբերտ Քոչարյանի իշխանության մոտ արմատավորվում է, որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, հետևաբար անհրաժեշտ է ինչ-որ բան անել։ Մարտի 1-ի առավոտյան սկսվածը դրա հետևանք էր, իր արդեն կրիտիկական քանակի էր դառնալու այն ժողովուրդը, որը համաձայն չէր ընտրությունների արդյունքներին։ Սա է տեղի ունեցել մարտի 1-ին։ Պարոն Քոչարյան, Լևոն Քոչարյան, ես ձեզ մարդկայնորեն հասկանում եմ եւ չէի խոսի այս մասին կամ ընդհանրապես չէի հասցեագրի ձեզ, եթե դուք չլինեիք քաղաքական գործիչ, եթե դուք չփորձեիք որևէ կերպ արդարացնել ձեր հոր իշխանության տարիները, ես հիմա մենակ մարտի 1-ի մասին խոսեցի։ Այստեղ Մեսրոպ Մանուկյանը կոռուպցիայի մասին է խոսում, ասում է ժողովուրդ ոնց ասում եք հիմա էլ չկա, այդ լուրջ ուզում եք ասեք այսօր ոչ մի պաշտոնյա կոռուպցիայի մեջ ներգրաված չի կամ որևէ օղակում չի լինում։ Պարոն Մեսրոպ Մանուկյան, դուք լսել եք տենց արտահայտություն բրգաձև, համակարգ կոռուպցիոն, ստրուկտուրիզացված, սիստեմատիկ, այդ գիտեք, որ նայում ես գնում է դեպի վերև։ Մենք չենք մենակ ասում, մենք էլ ենք իհարկե ասում, բայց մենակ մենք չենք ասում։ Գիտեք, օրինակ, ԱՄՆ պետդեպի զեկույցները տեսել եք, OECD-ի զեկույցները տեսել եք, Transparency International-ի զեկույցները տեսել եք նրա մասին, թե ինչ են գրում մինչև 2018 թվականի Թավշյա ոչ բռնի ժողովրդական հեղափոխությունը Հայաստանում կոռուպցիայի մասին։ Իմիջիայլոց սա նաև կապվում է այն մյուս թեմայի հետ, որին ուզում եմ արձագանքել տիկին Աննա Գրիգորյան, որ վերջացնեք խոսել, երևի լսեք։ Հեռախոսով որ խոսեք։ Հաճեք խոսում շատ լավ։ Դուք զարմանում եք, վրդովում եք, հակադարձում եք, երբ որ մենք ասում ենք, որ ձեր վերջին 5 տարիների գործունեության ելույթների արդյունքում ձեր խմբակցությունը այստեղից, այսքանից տեղափոխվեց այնտեղ, դարավ այսքան։ Ասում եք ոնց 2017-ին մոռացաք, քանի հոգի էր այնտեղ նստած ընդդիմությունից, ինչ եղավ 18-ին։ Գիտեք, տիկին Գրիգորյան, սա ինչի մասին է խոսում, Աննա Գրիգորյան։ Ինչի մասին է խոսում, որ դուք ոնց 18-ին չհասկացաք ինչի էր եղել հեղափոխությունը։ 19-ին էլ, չգիտեմ, ջանում եք 19-ին թե չէ, 20-ի նորից համարաբար փորձում եք, 21-ին եղան ընտրություններ, արդյունքները եղան, էլի չհասկացաք, 22-23 սրբազան, սրբազնագույն շարժումներ եւ այլն, փրկության շարժումներ չհասկացաք, 23-ին Լեռնային Ղարաբաղից մեր հայրենակիցները Հայաստանում էին եւ դուք հեղափոխության հույսեր ունեք, էլի չեղավ, էլի չհասկացաք ինչի չեղավ, 25-ին չհասկացաք, 26-ի ընտրությունները եղան, էլի չեք հասկացել, այսօր եկել նույնն եք ասում։ Իսկ հասկանում, իսկ գիտեք իրականությունը ինչի ա եղել այդ հեղափոխությունը։ Այնքան պարզ է։ Ուրեմն 18 թվականին եւ դրանից առաջ Հայաստանի Հանրապետությունում չկային, ֆիզիկապես գոյություն չունեին քաղաքացիներ, չկար մարդ, որը գտներ, որ Հայաստանում ընտրությունները չեն կեղծվում։ Չկային այդպիսի մարդիկ։ Անգամ իշխանության ներկայացուցիչների ընտանիքների անդամները ոչ թե անգամ, այլ հատկապես իրենք շատ լավ գիտեին ինչ մեխանիզմներով արվում, որտեղ ներգրաված էին դրա մեջ շատերը։ Բոլորը ուղղակի գիտեին, որ Հայաստանում ընտրությունները կեղծվում են։ Բոլորը գիտեին, որ Հայաստանում չկա օրենքի գերակայություն։ Չեմ ասում օրենքի առաջ բոլորը հավասար են ու այսօր չկա որևէ օրենքի խախտման դեպք, բայց համեմատության եզր չկա։ Կար անարդարության տոտալ ու գլոբալ զգացում, որը համակել էր ժողովրդին։ Եթե էլ չեմ խոսում բանակից, միլիոն բանից կարելի է խոսալ։ Չկար օրենքի գերակայություն, չկար արդարության զգացում եւ չկար ընտրական իրավունքի իրացման հնարավորություն։ Դրա համար եղավ հեղափոխությունը։ Կարող եք որևէ եզր այսօր բերել սրա հետ ու ասել, որ հնարավոր է այսօր հեղափոխություն դրա համար։ Չքննարկենք, բայց ես չհասցրի, ժամանակը պարզվեց էլի շատ կարճ էր, տիկին Թագոյի Ղազարյանի ասած 15 ժամից, 15 չէ լավ, մի ժամ, գոնե կհատկացնեի պարոն Կարապետյան ձեզ, 30 վայրկյան կամ 10 վայրկյանում ավարտեմ։ Ես ուզում եմ ողջունել, որ դուք հայ քաղաքական մտքին վստահում եք եւ գտնում եք, որ մենք կարողանալու ենք լուծել մեր հարցերը, այլ հարց է, եւ խաղաղություն հաստատել եւ կարեւորում եք խաղաղությունը, այլ հարց է մեր բոլոր տարբերությունների այդ հարցում, որոնք իսկապես խորն են, բայց ելի կքննարկենք մյուս ելույթներին, շնորհակալություն։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, քննարկում ենք Վահագն Ալեքսանյանին ազգային ժողովի
փոխնախագահի տեխնատության հարցը եւ ցանկանում եմ ասել, որ պարոն Ալեքսանյանը երիտասարդ քաղաքական գործչի լավ օրինակ է, թե ինչպես հասնել հաջողությունների բացառապես ազնվության, քաղաքական համոզմունքի եւ աշխատասիրության միջոցով։ Ձեզ հաջողություն եմ մաղթում, պարոն Ալեքսանյան, հիմա անցնեմ բուն ելույթից։ Մի քանի օր է ուսումնասիրում եմ, հետևում եմ բոլոր ելույթներին, թե ընդդիմադիր խմբակցությունների եւ թե մեր իշխանական խմբակցության եւ մի քանի օր տեղի ունեցած նիստերից հետո արդեն կարելի է ենթադրել եւ կարելի է կարծիք ասել, որ ստացված է, կարծում եմ, պարոն Ռուբինյանի եւ մեր քաղաքական թիմի առաջարկը մասամբ կամ մեծամասամբ եւ ողջունում եմ այդ ընդդիմադիր падգամավորներին, ովքեր որ պահպանում են այս պայմանավորվածությունը, իսկ այն падգամավորները, ովքեր որ չեն պահում կամ առնվազն այս պահին չեն ցանկանում պահել այդ պայմանավորվածությունը, կխնդրեմ խմբակցությունների ղեկավարներին հորդորել եւս մեկ անգամ կոչ անել առնվազն վերադառնալ զրոյական կետի։ Մենք մի անգամ էլ պարոն Կարապետյան, Տիկին Գրիգորյան կսպասենք ձեր քննարկումներին։ Հիմա արդեն անցնեմ ելույթներին, որոնք որ տեղի են ունեցել վերջին օրերին եւ անդրադառնալ պետք է անպայման եւ սկսեմ իհարկե իմ նախկին եւ արդեն ներկա գործընկեր Մեսրոպ Մանուկյանից, քանի որ Երևանի ավականիում միասին ենք աշխատել եւ այժմ միասին ենք աշխատում գրքին։ Պարոն Մեսրոպ Մանուկյան, դուք ասում եք եւ խոսում եք մանկապարտեզներից, դպրոցներից, բայց այս մարդկանց պետք է ասել, պարոն Մանուկյան, որ Երևանի ավականու քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը հիմնել էր քննիչ հանձնաժողով, որը քննում էր 90-ականներից մինչև 2018 թվականը օտարված մանկապարտեզների հարցը, ում օրոք է դա տեղի ունեցել, ինչ պայմաններում, եւ հրավեր է ուղարկել ընդդիմադիր խմբակցություններին, այդ ժամանակ դուք այնտեղ ընդդիմադիր խմբակցության անդամ եք, եւ դուք չեք եկել եւ չեք մասնակցել այդ քննարկումներին։ Դրա մասին պետք է այս մեր գործընկերները բոլորը իմանան եւ իհարկե մեր սիրելի քաղաքացիները, ինչի համար դուք չեք եկել մասնակցել այն քննարկումներին, որը որ առաջնային է եղել Հայաստանի Հանրապետության եւ Երևանի համար եւ երևանցիների եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։ Գայք հասկանայք, որ նախագահի, որ քաղաքապետի օրոք ա եղել այդ օտարումները, որ այսօր գիշերային ակումբներ, հյուրանոցներ են դարձել այդ մանկապարտեզները կամ մասնավոր այլ սեփականություններ, ու դուք այսօր եկել եք ասում եք, քանի մանկապարտեզ եք դուք կառուցել կամ նորոգել կամ հիմնանորոգել։ 2020 թվականից մինչև 2026 թվականը 43 մանկապարտեզ է հիմնանորոգվել եւ նորոգվել, վերակառուցվել Երևան մայրաքաղաքում։ Եվ այժմ կան բազմաթիվ մանկապարտեզներ ընթացքի մեջ, որոնք կատարվում են շինարարական աշխատանքներ։ Կան խնդիրներ, այո, իհարկե կան խնդիրներ, որովհետեւ այնտեղ չկա խնդիր, որտեղ չկա աշխատանք։ 300 դպրոց 500 մանկապարտեզ կառուցող կառավարությունում չեն կարող չլինել խնդիրներ, եւ մենք հենց այդ կառավարությունն ենք։ Կամ ասենք խոսում եք ինչ-որ շինարարական տենդերներից, դուք չգիտեք ին վերաբերմունքը ոնց է առհասարակ անբարեխիղճ շինարարների նկատմամբ ու մասին, անկախ իր քաղաքական պատկանելությունից։ Ասում եք ԱԲԲ-ի մասին, ԱԲԲ-ն Քոչարյանի հետ փոխկապակցված ինչքան էլ պարոն Քոչարյանը հիմա մերժի, բայց ասում եք հերո բարեկամ է, բայց բարեկամ է։ Եթե մենք քաղաքական հետապնդող լինեինք, պարոն Քոչարյան, մենք կթողեինք ձեր հետ փոխկապակցված անձը թեկուզ հերո մասնակցել տենդերի շինարարության ու հանրապետությունում բազմաթիվ են այդ տենդերները, որոնք որ ձեր հետ փոխկապակցված մարդիկ են հաղթում։ Նախկին իշխանությունների Պարոն Մանուկյան, ես բազմիցս ասել եմ, այն մարդը, այն պաշտոնյան, անկախ իր պատկանելությունից քաղաքական եւ այն բիզնեսմեն, ով որ հարկատուների վճարված գումարները կվատնի, այդ մարդը պետքա դատվի ու դատվում են այսօր, ու էլի դատվելու են։ Ու ես այն մարդն եմ, որ միշտ լինելու եմ այդ թեզը առաջ տանող, անկախ իր քաղաքական պատկանելությունից ու անկախ իր զբաղեցրած պաշտոնից։ Հաջորդը ցանկանում եմ անդրադառնալ Տիկին Աննա Գրիգորյանին։ Տիկին Գրիգորյան, ասում եք Կապանում կա մի տարածք, որը որ պատմամշակութային է, եղել եւ կա,
գոմ էր եւ մենք այդ գոմ հիշեցնող տարածքը վերցրել ենք ձեր ամուսնու ընտանիքը եւ բիզնես պրոյեկտ է իրականացրել։ Ինչ վատ բան ենք արել, որ բիզնես պրոյեկտն ենք իրականացրել, կապանը չուներ Սկոսերա, հիմա արդեն ունի Սկոսերա։ Բա գնացեք Ռոբերտ Քոչյանին հարցրեք, խիա պատմամշակութային տարածքը գոմ։ Ինչպես դուք եք անվանում։ Այդ մեր կառավարությունն է, որ պատմամշակութային կոթողներն ու տարածքները բազմաթիվ ու տասնյակներով վերակառուցում ու վերանորոգում է։ Ու այն եկեղեցին էլ, որ իրանցում է այսօր Հայաստանի Հանրապետության տարածքում, դուք ասում եք Ադրբեջանին անցնում, էդ էլ։ Հիմա անդրադառնեմ պարոն Քոչարյան ձեզ, քանի որ դուք էլ խոսեցիք ձեր հոր կառավարման ժամանակահատվածում Հայաստանում ճակերտների մեջ եղած խաղաղության մասին եւ տնտեսական զարգացման եւ աճի մասին։ Ինչ խաղաղության մասին է խոսքը, պարոն Քոչարյան։ Այդ 10 տարվա ընթացքում դուք գիտեք քանի վիրավոր եւ քանի զոհ ա եղել դիպուկահարի կրակոցից կամ այլ պայմաններում։ Դուք գիտեք խաղաղություն է, իսկ արդեն Հայաստանի Հանրապետությունում պետական սահմանին, այլ ոչ թե շփման գծին, ինչպես դուք եք սիրում ասել եւ ասում եք տասնամյակներ շարունակ, պետական սահմանին 2 տարուց ավելա չկան վիրավորներ եւ զոհեր։ Իրական խաղաղությունը հենց այդ է։ Շփման գիծ։ Եվ ես իհարկե կանադառնամ պարոն Կարապետյան ձեզ։ Ես գիտեմ, որ դուք հայ առաքելական եկեղեցու հետևորդ եք, հավատացյալ, մենք հանդիպել ենք պատարակներին, տեղյակ եմ, որ գրեթե ամեն շաբաթյա ռեժիմով մասնակցում եք Սուրբ Սարգիս եկեղեցում պատարակներին, ենթադրենք, ես 2 հարց ունեմ, էլի ձեզ, խնդրեմ ձեր ելույթում կամ հնարավորության դեպքում պատասխանել։ Ենթադրենք դուք չգիտեք, որ հայ առաքելական եկեղեցում կա կուսակրոնության ուխտը խախտած եկեղեցական, ընդ որում բարձր մակարդակի եկեղեցական, ինչպես կվերաբերվեք դրան, եթե դուք համոզվեք կամ եթե դուք ինքներդ ձեզ համոզեք։ Եվ մի շատ արդիական հարց եմ ուզում ես ձեզ տալ, որը որ վստահաբար առաջիկա 5 տարիներին քննարկվելու է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում, ուր են 300,000 ադրբեջանցիները, պարոն Կարապետյան։ Ինձ բազմաթիվ քաղաքացիներ, մենք քարոզչություն ենք իրականացրել մոտ 1 ամիս Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում, Երևան քաղաքում, Երևանի վարչական շրջաններում հարց են ուղղել, ես հիմա որ գամ ձեզ հարց տամ, ասան խնդրում ենք, մոտ Նարեկ Կարապետյանին հարցրեք, խիա մեզ սպառնացել, խիա մեզ ահ տվել, ուր են այդ 300,000 ադրբեջանցիները, երբ են, իրանք ինչ արինելու իրանց հետ, ով դրա պատասխանը ով է տալու, պարոն Կարապետյան։ Մեր ժողովրդին վախեցնելու, մեր ժողովրդին ահ տալու պատասխանը ով է տալու։ Ձայն կորզելու միջոցեր, թեզեր, այդ թեզը կոտրված է, որովհետև դուք անգամ այդ դեպքում ընտրակաշառքի միջոցով եք այսօր հայտնվել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում։ Բազմաթիվ են ապացույցներն ու հրապարակումները, բազմաթիվ։ Խնդրում եմ այս հարցերին կանադառնաք, ուրախ կլինեմ լսել, շնորհակալություն, այսքանը։ Շնորհակալություն, ազգային ժողովի մեծարգո նախագահ, թավոք ելույթ ընդամենը 10 րոպե, իսկ չկան չէ 15 ժամանոց ելույթներ, որտեղ այնքան շատ բան է այստեղ կուտակվել։ Ես 2 բանի կարձագանք եմ, ովքեր ինձ անդրադարձան, պարոն Գևորգյան, ես հասկանում եմ, որ դուք վախենում եք, որ ես կարող եմ գամ այստեղ ընտրակաշառքների զայնագրությունները մեջ բերեմ, բայց այսօր ես դա չեմ անի այստեղ, այսօր։ Եվ Տիկին Մաթևոսյան, դուք շատ բարեկիրթ եք, բայց ստախոս։ Ես կարծում եմ, որ հիմա ես կարող եմ ասել, որ դուք քիչ առաջ ելույթում ասեցիք, որ հորդորում եք բոլորին մարդ ուտել եւ փաստարկեմ, թե ինչու դա լավ չէ։ Բայց ես դա չեմ անի, որովհետեւ ես ստախոս չեմ։
Ինչևէ, Պարոն Մանուկյան, ես վստահ եմ, որ ավականիում ձեզ արդեն կարոտում են, եւ մենք շատ ուրախ ենք, որ դուք եկել եք ազգային ժողով։ Երեք հարցնում եք, թե երեք Վահագն Ալեքսանյանին այն առիթով արդյոք իրան կընտրեք թե չէ, երևի այդ կոնտեքստում էլի այդ հարցն, ոնց որ այդ նպատակն է հետապնդում հարցեր տալը տեխնատուին, հարցնում եք, թե քանի մանկապարտեզ եք կառուցել։ Ընդ որում ձեր մյուս ընդդիմադիր գործընկերը ասում էր, որ մենք չենք կառուցել, հա Վահագն Ալեքսանյանը ոչ մի մանկապարտեզ չի կառուցել։ Ավելին ասեմ, Վահագն Ալեքսանյանը ոչ մի մանկապարտեզ չի կերել։ Եվ այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետությունում Երևան քաղաքում 2026 թվականի մայիսի դրությամբ 500 մանկապարտեզ ծրագրով վերակառուցվել է 10, կառուցվել 2 եւ հիմնանորոգվել 39 մանկապարտեզ։ Ընդամենը 51, ես կարծում եմ քիչ է։ Հա, քիչ է։ Երեխեքը ոնց որ ավելի շատի կարիք ունեն։ Իսկ ինչի ավելի շատ մանկապարտեզի կարիք ունեն երեխաները։ Ուր են կորել Երևանի մանկապարտեզները։ Իհարկե ես կարող եմ հորդորել, որ շրջվեք ձեր կողքը նստած պարոն Քոչարյան խնդրեք գնա ոնց որ այդ ինֆորմացիան տանից վերի պատմի կամ իջնեք Ուժեղ Հայաստանի խմբակցության ղեկավարին խնդրեք գնա իրանց տանից իր հոր հետ խոսի բերի պատմի թե ոնց են կառավարել այդ համակարգը։ Հա, դուք մեկ էլ գիտեք ինչ արձագանքում եք, ձեզ ասում են ձեր ժամանակ բան, ասում եք, բայց ես ինչ կապ ունեմ։ Դուք են կապն ունեք, որ Քոչարյան ղեկավարած դաշինքում եք, դուք կրում եք Քոչարյան ժամանակվա քաղաքականության քաղաքական պատասխանատվությունը եւ Ուժեղ Հայաստանն էլ կրում է հանրապետական կուսակցության ժամանակվա կառավարման պատասխանատվությունը։ Իդեպ պարոն Ասլանյան, դուրս եք եկել ՀՀԿ քաղաքորթից, թե դեռ ոչ։ Անդրանիկ փողոցի B2 թաղամասում գտնվող 304 մանկապարտեզը պարոն Քոչարյանի օրոք 2004 թվականին վաճառվել է Գագիկ Բեգլարյանի հետ փոխկապակցված անձին եւ այժմ այն Գազպրոմի գրասենյակ է։ Ալիխանյան փողոցի 2-րդ հասցեի հարակից տարածքի Մսուր մանկապարտեզը 2004-ին վաճառվել է գլխավոր դատախազին փոխկապակցված անձին, չասեմ չէ, ով է գլխավոր դատախազը։ Եվ նրա սեփականությունն է։ Բաղրամյան երկրորդ նրբանցքի թիվ 8 շենքի տեղում տեղակայված մանկապարտեզի շենքը վաճառվել է Ռենշին ՍՊ-ին 2005 թվականին քանդվել է եւ տեղում կառուցվել է բազմաբնակարան բնակելի շենք, ընկերությունը ըստ բաց աղբյուրների փոխկապակցված է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի եւ Գազպրոմ Արմենիայի հետ։ Էստոնական 12 հասցեում գտնվող 191 մանկապարտեզի տարածքը 2015 թվականին տրվել է փոխքաղաքապետի ընտանիքին պատկանող ՀԿ-ին։ Թիվ 140 մանկապարտեզը դարձել է Բեգլարյանի որդու սեփականությունը, թիվ 61 մանկապարտեզը դարձել է Գագիկ Բեգլարյանի օգնականի սեփականությունը, թիվ 50 մանկապարտեզը դարձել է Գագիկ Բեգլարյանի օգնականի սեփականությունը, թիվ 60 մանկապարտեզը օտարվել է Գագիկ Բեգլարյանին փոխկապակցված բիզնեսին, թիվ 127 մանկապարտեզը օտարվել է, իսկ սեփականատերը վարձակալությամբ տվել է Միմինո ռեստորանին, հիմա այնտեղ երեխեք կարան գնան ռեստորան հաց ուտեն, եթե հերթի մեջ շատ երկար են սպասում։ Թիվ 36 մանկապարտեզի տեղում վեր է խոյացել Իբիս հյուրանոցը Հյուսիսային պողոտայի հայտնի ծրագրում գերակաշահ է ճանաչվել 36-ը գերակաշահ, կարանք ես մեկ չհաշվենք, բայց գիտեք ում հարցնեք ոնց է այդպես եղել։ Թիվ 61 մանկապարտեզի, որի տարածք նորից դարձել է Գագիկ Բեգլարյանի օգնականի սեփականությունը։ Կիլիկիա փողոցի 3 կոտորակ 1 հասցեում գործող մանկապարտեզը պարոն Մանուկյան Օզարմանք դարձել է գիտեք ում Հանրապետական կուսակցության падգամավոր Մամել Գրիգորյանի սեփականությունը։ Կիլիկիա փողոցի 3 կոտորակ 1 Հասցեում գտնվող մանկապարտեզ ես կուղարկեմ, եկեք ես ձեզ կուղարկեմ։ Կհարցնեիք բա կասեիք պարոն Գրիգորյան քանի մանկապարտեզ եք կառուցել, երեխեքը հերթի մեջ սպասում են, ոնց որ իրեն կարայիք հարցնեք, չեմ ասում որ կարող է Բեգլարյանին կարող է չհարցնեիք։ Շարունակելով Երևան քաղաքի Պարոնյան փողոցի 20 կոտորակ 4 հասցեում գործող մանկապարտեզը 2012 թվականից անհատույց տրվել է Երկրապահ կամավորական միությանը, Տարոն Մարգարյանն է տվել։ Բակա հարցնեիք, կասեք խի եք վերցում այդ մանկապարտեզը երեխեքի, ոնց որ դուք կարաք ուրիշ տեղ գնաք այդ միության հավաքները կազմակերպեք, այն էլ անհատույց, երեխեք թող գան, հերթի մեջ սպասում են, դառնում են դպրոցական 7-8 տարի սպասում են։
Հայդը դա վերադարձել է պետության էսի, որ հանկարծ շահարկումներից խուսափելու համար վերջում չգաք էլի արձագանքի ժամանակ պարոն Միքայելյանին հարցնեք, բա ինչ է կանում այդտեղ։ Ավան առինջ թիվ 7 մսուր մանկապարտեզի շենքը տրվում է վարձակալությամբ ու գիտեք ինչ գրասենյակային տարածքներ են այնտեղ ովքեր են գրասենյակային տարածքներ վարձակալում Գազպրոմ Արմենիան եկը մնա ժամանակին էս Տարուն Մարգարյան տարիների մասին եմ խոսում ՕԵԿ ՀՅԴ Հարցրեք ինչ են ոնց որ չեն նեղվել որ մանկապարտեզի տարածք են վարձակալել Մինսկի փողոցում գործող մանկապարտեզը 2010 թվականին նոտարվել է հայ-ռուս գազարտին Ներսիսյան մեկ հասցեում գործող մանկապարտեզը վաճառվել է 2003 թվականին թիվ 232 մանկապարտեզի տարածքը շատ խառն ընթացակարգերով էր չեմ կարա ոնց որ այդ ընթացակարգը վերարտադրեմ ՀՀԿ Աջափնյակի կառույցի ղեկավարի սեփականությունն է դարձել 13 թվականին Էրեբունի 9 հասցեում գործող թիվ 15 մանկապարտեզը 2001 թվականին տրամադրվել է Թաղապետարանի ընդհանուր բաժնի պետին ու ֆինանսական բաժնի պետին Մահարու 2 հասցեում գտնվող մանկապարտեզը 10 անգամ էժան գնով 2008 թվականին վաճառվել է բարձրաստիճան պաշտոնյային փոխկապակցված անձին Տարոնցու 4 հասցեում գտնվող մանկապարտեզը 2008 թվականին օտարվել է իսկ 2013 թվականին նվիրվել Ուլիս ՍՊ-ին, որի գլխավոր բաժնետերը հանրային հեռուստա ռադիոընկերության խորհրդի նախագահն է եղել։ Ընդ որում այս սրա քաղաքական պատասխանատվություն կարա կիսեք էլի Քոչարյան ժամանակների եւ բանի ժամանակների Սերժի ժամանակների միջև։ Այժմ Քրքորյան 33 հասցեում գտնվող մանկապարտեզը 2009 թվականին օտարվել է Հանրապետական կուսակցության падգամավորին ընտանիքին պատկանող ընկերության այս բոլոր պետքա կարդամ։ Դրա համար է ասում 15 ժամից տվեք Աղբյուր Սերոփի 18 հասցեում գտնվող մանկապարտեզը մի քանի սեփականատեր փոխելով հանգրվանել նախկին վարչապետի անձի ընտանիքի բալանսին։ Նորքի առաջին զանգ թռնելով եմ կարդում, առաջին զանգվածում գործած 238 մանկապարտեզը վաճառվել է 2006 թվականին 250-ը սեփականաշնորհվել է 162 մանկապարտեզի տարածք նոտարվել է թիվ 40 մանկապարտեզի տեղում սրճարան է Մամիկոնյաց 17 հասցեի մանկապարտեզը վերածվել է հյուրանոցի Նորաշենի մանկապարտեզներից մեկը վաճառվել է հետո դարձել ոսկերչական կենտրոն Դավիթ Անհախտի 5 հասցեի 199 մանկապարտեզը 2003 թվականին վաճառվել է եւ այնտեղ այժմ գործում է անշարժ գույքի գործակալություն Շիրազի փողոցին հարող 103 մանկապարտեզը վերածվել է բնակ ֆոնդի, որոնց երկու բնակարան էլի ՀՀԿ-ական ինչ-որ գրասենյակի ղեկավարի են տվել բան տարածքային մարմնի 61 հասցեում գործող մանկապարտեզը փակվել է Թաղապետի որոշմամբ եւ դարձել Թաղապետի սեփականությունը շատ հետաքրքիր է Ավան առնջի 8 մանկապարտեզը վաճառվել է 2002-ին Ավանի 289 մանկապարտեզը օտարվել 2004-ին, Նուբարաշենի 11, 286, Քանաքերձեիթուն 249, 132, 147, 199, Շենգավիթի 12, Շենգավիթի 3, 8, 141, 144, 160, 82, 149 մանկապարտեզները օտարվել են եւ ես քանի որ ինձ 15 ժամ հրաժարվեց տալ պարոն Ռուբինյանը, այս պահին կդադարեցնեմ եւ կասեմ, որ այդ քննիչ հանձնաժողովը, որի աշխատանքներին դուք չեք մասնակցել, առաջարկում եմ ավելի հուսալի բան։ Դուք ձեր խմբակցության կողմից առաջարկեք օտարված ամբողջ հանրապետության տարածքներում օտարված մանկապարտեզների մասին քննիչ հանձնաժողով, նաև բան կանենք, տեսնենք կառուցված, տեսնենք քանի հատ են կառուցել, լավ կառուցել, այսինքն մանկապարտեզների թեմայով դուք կլինեք հիմնական զեկուցողը, կգաք ավելի երկար ժամանակ ձեզ կտան, ինձ ոնց որ այդ հնարավորությունը չեն տա, կգաք կզեկուցեք ոնց են օտարվել, ում են օտարվել եւ ոնց են կառուցվել։ Շնորհակալություն։ Ցավում եմ, որ պարոն Մանուկյանը դուրս եկավ դահլիճից, բայց ես հուսամ ինքը ինձ լսում է։ Հարգելի գործընկերներ, առաջին օրը երբ բնականաբար նոր ուժ է հայտնվել, նոր մարդիկ են հայտնվել ազգային ժողովում եւ բնականաբար ուշով լսում ես մարդկանց հասկանալու համար, թե ում հետ ես աշխատելու հետագա տարիներդ եւ իմ ուշադրությունը գրավեց Մեսրոպ Մանուկյանի ելույթը, քանի որ այն ողողված էր արտահայտություններով, Մեսրոպը
այսինչի տղան է եղել, մեծ տրոպը սա է սովորել, մեծ տրոպը սա է արել եւ այլն եւ անկախ ինձանից մտածեցի, որ երևի ինչ որ ակնառու տենց ականավոր քաղաքական գործչի հետ գործ ունեմ եւ կարիք կա մոտիկից ծանոթանալու նրա կենսագրությանը։ Ինչ խոսք, բնականաբար բացեցի ինտերնետը, որպեսզի հասկանամ թե ով է Մեսրոպ Մանուկյանը, եւ առաջին բանը կենսագրության մեջ, որ աչք զարնեց, դա այն է, որ իր կրթությունից հետո Մեսրոպ Մանուկյանը անցել է աշխատանքի անի ԲԲ-ում, որը պատկանում է, որի սեփականատերը իր հայրն է, եւ դրանից հետո սկսեցի հետաքրքրվել, թե ինչ է իրենց ներկայացնում անի ԲԲ-ն եւ բազմաթիվ ուրեմն հրապարակումներ գտա, ընդհանուր մինչև հասա դատական գործի։ Պարզվում է, որ 2017 թվականի ապրիլին անի ԲԲ-ին է օտարվել ջրաձորի ջրանցքը 23 միլիոն դրամով եւ 2019 թվականին հայտնի դեպքերից հետո, այն է Թավշյա ժողովրդական հեղափոխությունից հետո ուրեմն պետական գույքի կառավարման կոմիտեն պարզել է, որ 10 անգամ, եթե ոչ ավելի, ցածր է գնահատված, այսինքն եղել եւ հարուցվել է քրեական գործ։ Այստեղ կային հրապարակումներ այն մասին, թե ինչպես Նաև կա հրապարակում 2024 թվականի, որտեղ ասվում է, որ փաստական տվյալների համաձայն պարզվում է, որ օրենքով ընդհանրապես նման այսինքն ջրային նշանակության օբյեկտը չէր կարելի բանանել, օտարել, հա։ Եվ նաև պարզվում է, որ սպասեք, հենց գործից կարդամ, որպեսզի ես կոմենտում չգնամ։ Ասում եմ, որ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, այսինքն պարոն Մանուկյանի հորը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով անի ԲԲ ընկերության գլխավոր տնօրեն եւ նպատակ ունենալով իրենց ընտանիքին պատկանող բաց բաժնետիրական ընկերության կողմից շահագործվող ջրաձոր ՓՀԿ-ի ջրառն ապահովող Ախուրյանի Աջափնյա ջրանցքի վրա կատարած ծախսերի միջոցով կրճատել հարկային վճարումների չափերը, ինչպես նաև նշված ՓՀԿ-ի կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի վաճառքի սակագինը բարձրացնելու արդյունքում ավելացնել եկամուտները, 2017 թվականի փետրվարին դիմել է վարչապետին, որով խնդրել է էներգետիկ ենթակառուցվածքների, բնական պաշարների բլա այս ամենը չկարդամ, ի վերջո, որպեսզի օտարվի այդ ջրանցքը իրեն։ Եվ նամակում, որը նա ներկայացրել է վարչապետին, ըստ մեղադրանքի, նա կեղծ տվյալներ է ներկայացրել եւ այդ կեղծ տվյալների, այսպես ասած, ներառող կեղծ տվյալներ ներառող դիմումը հիմք է հանդիսացել կառավարության որոշման, որով այդ ջրանցքը օտարվել է սույն անձին։ Մեր հարգարժան պատգամավորը ֆինանսական տնօրենն է այդտեղ աշխատում, սկսած 2018-ից աշխատում է որպես փոխտնօրեն աշխատել, 2020 թվականից աշխատել է ֆինանսական գծով տնօրեն։ Պարոն Մանուկյանը խոսում էր այստեղ տնտեսագիտական գիտելիքներից, համեմատականներ էր տանում, ուզում եմ իմանամ ինչպես է նա գնահատում իր տնտեսագիտական գիտելիքները, երբ օգտագործում է եւ պարզվում է, որ տվյալ գործողությունների արդյունքում մեղադրանք առաջադրվում, ըստ որի պետությանը պատճառվել է 439 միլիոն 199,694 ՀՀ դրամ վնաս։ Իր տնտեսագիտական գիտելիքները եւ ինչպես ինքն էր ասում, փաստական եւ առարկայական այս ամենը տեղեկատվությունը ինչպես է գնահատում։ Իդեպ ասեմ, որ շատ բազմաթիվ են բաները այս հրապարակումները։ Պետությանը էլ ավելի այս մասով վնաս չպատճառելու համար, ոչինչ, մենք դեռ պետությանը էլ ավելի վնաս չպատճառելու համար այսքանն եմ տպել, ափսոսացի թողտը ճիշտ ասած։ Եվ մի բարի խորհուրդ ուղղակի պարոն Մանուկյանին, երբ այստեղ մեր գործընկերների կանանց հայտարարագրերը զննելուց քուջուջ անելուց առաջ մի հատ շրջվել եւ սեփական նստատեղին նայել։
Ես ինքս այս գործը իդեպ շատ հետաքրքիր է եւ նրա ընթացքը, որովհետեւ դեռ մեղադրանք, այսինքն վճիռ չկա դատական, ես հետևելու եմ այս ընթացքին ինչա լինելու, եւ եթե վաղը որպես օրինակ ֆինանսական տնօրեն մեղադրանք առաջադրվի պարոն Մանուկյանին, վստահ եմ այստեղ մենք ունենալու ենք եւս մեկ քաղբանտարկյալ ժողովուրդ։ Ուզում եմ նաեւ խոսել պարոն Ֆարմանյան, դուք այստեղ գործընկերոջս դիմելիս ասացիք, որ խոսքի արժեքը շատ կարևորում եք, հա, դրանով մարդկային որակն եք հասկանում մարդու։ Եվ ձեր տեքստում, հետագա ձեր տեքստում ասեցիք, որ մենք չունենք ռեսուրս փչացնելու հարաբերությունը, ճիշտ եմ, ցիտում, որևէ գործընկերոջ հետ, որովհետև մեր տնտեսական ռեսուրսը այդքան չէ։ Իսկ մենք ունենք ռեսուրս, պարոն Ֆարմանյան, շրջափակված մնալու։ Ունենք մենք ռեսուրս նման, մեր պետությունը օրինակ տնտեսական ռեսուրս ունի, չափաշրջափակել ճանապարհները, չգործարկել թրիփը, կամ բանան տորպեդահարել թրիփը, կամ շարունակելով խոսքը, նաև մի մեղադրանք հնչեց, այդ խոսքի մասով եմ արդեն անդրադառնում, ասացիք, որ մեր իշխանության հակառուսական թեզերը եւ վարած քաղաքականությունը հանգեցրել են նրան, որ փչացել է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները։ Խնդրում եմ հենվելով ձեր ասացի վրա, էլի, հարգելով ձեր խոսքը, խնդրում եմ անպայման բերել այն դեպքը, որտեղ մենք փչացրել ենք մեր նախաձեռնությամբ հարաբերություն ենք փչացրել Ռուսաստանի Դաշնության հետ։ Նաև խնդրում եմ այն համատեքստում այս հարցին պատասխանել, թե օրինակ, երբ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահները կանգնած էին, ինչի արդյունքում թույլատրվեց կատարել օրինակ մարդկանց տեղահանում, այս մասով էլ։ Հա, եւ մի բան էլ, այստեղ մի ու հեյական պատգամավոր հայրենասիրություններ այստեղից սովորեցնում մեզ։ Ես ճիշտ ասած լսեցի այդ կնոջ հայրենասիրության ամբողջ բանը կոմպլեքս ինչ է պատկերացնում հայրենասիրություն եւ վերջում ասեց, որ հայրենիքը մեր համար հողն է։ Գուցե ձեր համար հողն է, հայրենիքը ինձ համար դա իմ ժողովուրդն է, ով ապրում է, ամեն հատիկը մարդկանց, ով ապրում է այս երկրում։ Եվ այդ մարդկանց այս երկրում այդ ձեր ասած հողի վրա ապրելու հնարավորությունը ստեղծում է պետությունը։ Եթե չլինի պետությունը, այդ մարդիկ չեն կարողանա այդ համակարգի շուրջ, այդ հողի վրա ապրել եւ գործել եւ պաշտպանել իրենց ինքնությունը, ինչպես դուք եք սիրում շատ հաճախ դրան անդրադարձանել։ Եվ խնդրում եմ, այստեղ է մեր հակասությունը, որ այո, մեզ համար պետությունն է կարևոր եւ պետականությունը։ Եվ նաև անդրադառնամ ձեր մյուս գործընկերոջ ճիշտ ասած խոսքերին, որի մասին խոսեց երեք տիկին Մարիա Կարապետյանը, որից ճիշտ ասած բավականին հուզվել եմ, որովհետև երբ պարոն Գառնիկ Դավթյանը, եթե չեմ սխալվում, սկսեց արդարանալ այն տեքստի համար, որը նա գրել էր, թե արտաբերել էր տարիներ առաջ, ես մտածեցի, որ դա շատ վատ է, որովհետև մենք ինչքան է հասարակությունը ճնշել, երբ մարդը իր բնական ցանկությունը ապրել խաղաղության մեջ, երիտասարդ հոգին ինչի պիտի չուզենա ապրել խաղաղության մեջ։ Ինքը ստիպված է այսօր կանգնել եւ արդարանալ։ Չի կարելի։ Մենք պետք է վերանայենք մեր ընդհանրապես մոտեցումը այս ամեն ինչին։ Պարոն Կարապետյան, այն թեվում նստած ուժը արդեն կարելի ասել իր վերջին շունչն է փչում։ Դուք եթե որպես ուժ, իդեպ մի բան էլ, պարոն Մանուկյանի գործով անցնող Աշոտ Մարկոսյանը ձեր կուսակցության անդամ է, էլ ասեմ, էլի։ Այդ նույն քրեական գործը։ Ուրիշ եմ, լավ, ներողություն եմ խնդրում։ Շատ լավ, ես հեսա ավարտում եմ, պարոն Կոնջորյան։ Չէ, մեր կողմից կապ չունի, նա։ Եվ ավարտելով խոսքս ուզում եմ ասել, Հայաստանը իսկապես անցել է բազմաթիվ խնդիրների միջով։ 2023 թվականից, պարոն Կարապետյան, եթե դուք չեք ուզում բռնել այն ուղին, որը բռնել է այն մյուս թևը, եւ դուք ոչ թե մեռելածին քաղաքական ուժ եք ուզում լինել, այլ իսկապես կենթանի եւ ապրող, 2023-ից անցել է 3 տարի,
Հայաստանում ահռելի փոփոխություններ են եղել, որոնք ակնհայտ են մարդկանց։ Մարդիկ գալիս են Հայաստան, հիացած են եւ բարքերով եւ ազատությամբ։ Ինքներդ եք տեսնում, թե ինչպես են ավարտում են պարոն Կոնջյան, այլ պետություններից մարդիկ պատերազմական իրավիճակներից գալիս եւ Հայաստանում ապրում։ Եկեք գնահատենք ինչ ունենք, եթե դուք կառուցելու բան ունեք, եթե իսկապես երկխոսության մենք կամուրջ կգտնենք այդ կառուցելու շուրջ, եւ մենք չենք ստեղծի մի իրավիճակ, որտեղ պարոն Դավթյանը կվախենա ասել, որ ինքը խաղաղություն է ուզում, այդ էլ կլինի այդ համագործակցության կետը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Պարոն Ասլանյան, որ մանկապարտեզներից չխոսեիք, չէի հիշելու, շնորհակալություն, որ հիշեցրեցիք։ Չէ, դուք կապ չունեք մանկապարտեզ, դուք չէ։ Այս քարոզարշավի ժամանակ գնացել էինք Տաշիրի գյուղերից մեկը, Պրիվոլները, դեռ մանկապարտեզ կա, որը սուբվենցիոն ծրագրով է հիմնանորոգվել, նախկին համայնքապետարանի շենքն է եղել, լուրջ հիմնանորոգվել, 47 միլիոն դրամ է արժեցել այդ ծրագիրը, սուբվենցիոն ծրագիրը, պետություն համայնք համագործակցության արդյունքում մեկ է տեսնում եք մանկապարտեզի վրա գրված է Ամալիա Կարապետյանի անվան համար 2 մանկապարտեզ։ Ուզում եմ հասկանալ, պետություն համայնք սուբվենցիայով է 47 միլիոն, նախահաշվարկային ծրագրի գինը եղել է 51 միլիոն, Պրիվոլները համայնք, սուբվենցիա, բացեք նայեք, զանգեք տարածքային նախարարություն և վրան գրված է Ամալիա Կարապետյանի անվան համար 2 մանկապարտեզ։ Ուզում եմ հասկանալ, դուք ձեր համար մանկապարտեզ եք կառուցում, անուններ եք դնում, խնդիր չկա, բայց պետության, համայնք պետություն համագործակցության արդյունքում կառուցված, վերանորոգված, հիմնանորոգված մանկապարտեզի վրա, ինչի եք տենց բաներ կպցնում, կարելի է իմանալ, այդ որ սենց լուրջ դեմքով սենց բաներ եք անում, դա չի նշանակում, որ վրեն գրած չի Ամալիա Կարապետյան։ Նկարը մոտս կա, էսա նկարել եմ, կարամ ցույց տամ, չգիտեմ, իրեն ստատիկն է իմ կարծիքով, անցնեմ հացի մյուս կողմերին։ Պարոն Գևորգյան, դե որ խոսեցիք, ես էլ խոսեմ, այո, մեծավանցիները խաժամուժ չեն, մեր սիրելի քաղաքացիներն են, բայց խաժամուժը այդ ձեր ուղարկած ագրեսիվ մարդիկ էին։ Ասեմ, օրինակ դրանցից մեկը ամիսներ առաջ շատ պատահական Ստեփանավանում եկել էր վարչապետին դժգոհում էր, որ իրեն դեպորտ է արել։ Հետո պարզվեց մի քանի անձնագիր ունի, անունն էլ է փոխել, եւ կարծում եմ դուք նրան չեք ճանաչի, պարոն Կարապետյան, այդ մարդուն ոչ էլ ձեր հայրը կճանաչի, ոչ էլ ուղարկողները կճանաչեն։ Ու այդ մարդկանց մեջից մարդ էլ կար, որ հաջորդ ընտրությունների օրը գնացել էր էլի մախշ դժություն էր սարքել բանում, Մեծավանի ընտրատեղամասում, հետո ոստիկանական ուժեր եկան բան, էլի տհաճ պատմություն եղավ։ Այնպես որ մեծավանցիներին ոչ ոք չի վիրավորել, պարոն Գևորգյան, պետք չէ լինել ավելի տաշիրցի կամ ավելի մեծավանցի, քան Նարեկ Կարապետյանը։ Ապօրինի գույքի հետ կապված, պարոն Գևորգյան, այստեղ դատարան չի, մի եկեք պատմեք ձեր հայրը, ինչ ունի, ինչ չունի, ինչը ոնց է ձեռք բերել, մենք ոչ մեկս դրա գնահատականը չենք կարող տալ եւ առանձնապես ցանկություն էլ չունենք։ Հակակոռուպցիոն դատարանը կքննի, կասի որը որից հետո է։ Բայց գեղեցիկ եք խոսում, բարեկիրթ, բայց դա դեռ ճշմարտության մասին չէ։ Ձեր հայրը 18 տարի եղել է գյուղապետ, 4 տարի էլ եղել է խոշորացված համայնքի ղեկավար։ Խոշորացման ժամանակ սկզբնական փուլում տարածքային զարգացման հիմնադրամը հարցնում էր համայնքների ղեկավարներին, թե ինչ է իրենց անհրաժեշտ, եւ համայնքի ղեկավարները նախընտրելի տեխնիկաները նշում էին եւ ստանում էին։ Ձեր հայրը ստացել է գրեյդեր եւ ինչ որ էլի տեխնիկաներ, որոնք գյուղատնտեսական գործունեության հետ կապ չունեն եւ երևի օգտագործվել են ձեր անձնական նպատակներով, կարող եմ նման պնդում անել։ Եվ ես գիտեմ, որ խոշորացումից ձեր հայրը երբ որ գյուղապետ է դարձել, ինչ որ մեքենաների պարկ գյուղում եղել է։ Էդ էլ չկարևոր։ Ճանապարհների մասին։ Գյուլաքարակ համայնքը եւ ինչու՞ չէ նաեւ Ստեփանավանը սկսել են շնչել, երբ կառուցվեց Դենդրոպարկի ճանապարհը։ Հեղափոխությունից հետո կառուցվեց, դրանից առաջ խրամատներ էին, բոլորը գիտեն այդ մասին, տեսանյութեր կան բազմաթիվ, որպես ձեր գործընկեր եւ մեր գործընկեր Վրույր Այվազյանը հիացած խոսում է, թե էս ինչ լավ եղավ, որ այս ճանապարհը վերանորոգվեց եւ սկսվեց աշխատել եւ ժողովուրդը սկսեցին իրենց լավը զգալ։ Պարոն Այվազյանն էլ այդ ժամանակ ձեր հայրիկի խորհրդականն էր։ Կարծում էի չէիք խոսի Գյուլաքարակ այդ Կուրթան ճանապարհի մասին, որովհետեւ պիտի մի քիչ ավելի երկար մտածեիք այդ ճանապարհի
վատ վիճակի մեջ լինելու մասին խոսելուց առաջ ճանապարհը կարևոր է Գյուլաքարակ, Հոփացի, Վարդաբլուր, Կուրթան գյուղերի բնակիչների համար։ Մեր երկար եւ հետեւողական աշխատանքի արդյունքում արդեն կա նախագիծ, կա շինարար, ճանապարհի հարցը շուտով կլուծվի, մոտ շուրջ 8 միլիարդ դրամ է արժենալու ճանապարհի հիմնանորոգումը, ճանապարհը հիմնանորոգվելու է Գյուլաքարակից մինչև Կուրթան, հետո Կուրթանից իջնելու է եւ միանալու է միջպետական M6 մայրուղուն։ M6 մայրուղուն է միանալու եւ հնևանքն է ընդգրկելու, արևածագի ձորը բոլորի կողմից շատ սիրելի, բայց գիտեք ինչի եմ սա շեշտում, որովհետև ձեր հայրիկների, պարոն Կարապետյանի, ձեր կառավարման ժամանակ, պարոն Կարապետյանի հայրիկը երկար տարիներ եղել է պատգամավոր, աշխատակազմի ղեկավար, այդ որ Լոռու մարզ բան էս կոմենկոմ, այդ ճանապարհը գիտեք ինչ է հիշեցրել, այդ Ջումանջի կինոն տեսել եք, չէ՞։ Մի հատ գնացեք էլի, դե դուք գնացած կլինեք, ես էլ եմ գնացել։ Կուզենամ մարդիկ գնան, մի հատ տեսնեն, ինչի է տենց էլի։ Բա ինչի մի հատ չէին անհանգստանում, միջպետական ճանապարհին էր կպնում։ Ինչի, պարոն Կարապետյան, մի հատ ձեր հայրիկին հարցրեք էլի։ Այդ ճանապարհը ինչի մինչև հիմի։ Լավ, ես ասի ձեր հայրիկին հարցրեք, ձեր հայրիկը ստեղ չի, հիմա ինչ եք խոսում։ Հիմա ասում եմ ձեր հայրիկին հարցրեք, պարոն Ղազենյան։ Հարգելի գործընկերներ, պարոն Ղազենյան, պարոն Ղազենյան, պարոն Ղազենյան, պարոն Ղազենյան, խնդրում եմ հանդարտվեք եւ թույլ տվեք, որ ամբողջի մոտի ելույթ ունեցող падգամավորը ելույթ ունենա։ Հարգելի գործընկերներ, պարոն Կարապետյան, Տիկին Դավեյան, մի րոպե, ներողություն։ Պարոն Կարապետյան, ժանրը մեր քննարկման այնպեսին է, որ падգամավորը հարկավ կարող է դիմել падգամավորներին եւ падգամավորները հետո թող ելույթում արձագանքեն падգամավորին։ Մեր ժանրի կանոնն այնպեսին չի, որ դիալոգ սկսվի եւ նիստի բնականon ընթացքը տապալվի։ Խնդրում եմ հիմա ինձ մի արձագանքեք, ես ես չեմ կարող ձեր խոսափողը միացնել։ Հիմա թույլ տվեք Տիկին Դավոյանը ավարտվի, բոլորին եմ ասում։ Հիմա ես ձեզ պարոն Մխիթարյան, շատ լավ, ձեզ վերաբերվում է եւ ձեր խմբակցությանը, եւ մեր խմբակցությանը, եւ մյուս խմբակցությանը։ Բոլորին է վերաբերվում, խնդրում եմ չընդհատել ելույթ ունեցողներին։ Համեցեք Տիկին Դավոյան։ Հուսամ ավարտեցիք։ Բարեկամության մեջ չի մտնում, երբ որ падգամավորը ելույթ է ունենում եւ ինչ որ խոսք է ասում, որը դուր չէ գալիս որևէ մեկի, թողնում դահլիճից հեռանում է, մի արձագանքեք որևէ ձևով։ Կգաք այստեղից կխոսեք, դուք հրանոթների մասնագետ եք, կարծում եմ այդ գծով կարող եք շատ խոսել։ Հիմա բարեգործության մասին։ Բարեգործության մասին եք խոսում, դուք սկսեցիք բարեգործական ձեր այդ տանիքներ, մեր աշխարհահռչակ Բաղձալի, մեր չէ ձեր կոմբայնը եւ այլ, դուք սկսեցիք այն ժամանակ, երբ գիտեիք, որ շուտով թիմ ընտրություններ է գալու եւ այդտեղ այդ թիմ ընտրությունների ժամանակ ձեզ համար ձայներ բերելու եւ այդ գործընթացի համար։ Սակայն դուք շատ լավ գիտեք, որ բարեգործության արգելքը կա, ընտրություններից առաջ երբ որ հրամանը ստորագրվի, բարեգործության արգելքը լինելու է եւ դուք գալու եք այստեղից, ասելու եք, այս չար ու նախանձ իշխանությունները չեն թողում այն կոմբայնը գա ժողովրդին փրկի, հացահատիկը մնալու է դաշտում, սենց է լինելու, նենց է լինելու, այն տանիքները տեղեկանքը չի տալիս, բազմազավակ ընտանիքները մնացին առանց տան, բայց այդտեղ մի հատ խնդիր կա։ Դուք ասում եք մենք բարեգործություն ենք, այդ բարեգործական ծրագրերն իրականացնում ենք այն տարածքներում, որտեղ մենք շատ ձայն ենք ստացել։ Պատկերացնում եք նման իրավիճակ։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նստում է, ասես ցուցակով հանում է, որտեղ ենք մենք շատ ձայն ստացել, պլյուս, որտեղ ենք մենք քիչ ձայն ստացել, մինուս։ Պետական եւ համայնքային ծրագրերը հանել ստեից։ Այդտեղ մենք քիչ ձայն ենք ստացել։ Այս քաղաքացիներին պիտի պատժել։ Դուք լուրջ եք ասում։ Սա բիզնես մտածելակերպ է։ Սա գիտեք ինչի մասին է, սա նրա մասին է, որ դուք շեշտը դնում եք, որտեղից ինչ, ոնց, հիմա էլի ինչ որ բաներ անենք, որ կարողանանք ձայն տանենք։ Սա պետական մտածողություն չի, սա հասարակ բիզնես մտածողություն է։ Եվ սրա հետ կապված մի հատ բան է ուզում ընթերցել եմ, որ ասում են կառավարությունը մենակ է թողել գյուղատնտեսությունը եւ այս ձեր առանձնացած բանի վերաբերմունքի համար եմ ասում, 2025 թվականին Գյուլաքարակ համայնքում աշնանացանի պետական սուբսիդավորման ծրագրի շրջանակներում գյուղացիների կողմից իրականացվել է 1280 հեկտար ցորենի ցանց։ Այս աշխատանքի արդյունքում 2026 թվականին
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից համայնքի գյուղացիներին հատուցվել է շուրջ 102 միլիոն դրամ։ Ծրագրից օգտվել են բազմաթիվ գյուղացիներ, այդ թվում Վրույր Այվազյանը եւ Մեհեր Գևորգյանը, մեր հարգելի Անդրանիկի հայրիկը։ Ինչի համար եմ սա ասում, մենք չենք տարանջատել երբեք։ Քաղաքացին դիմել է, ստացել է ծրագիր, քաղաքացին կլինի ընդդիմադիր, քաղաքացին կլինի քիչ ընդդիմադիր, այս կուսակցությանը ներկայացուցիչ, այն կուսակցության ներկայացուցիչ, դրա մասին չի կարելի այդպիսի բան անել, չի կարելի տարանջատել քաղաքացիներին։ Հետևաբար, ներողության մասին, պարոն Գևորգյան, Էդգար Ղազարյանը ներողություն խնդրեց, իսկ դուք որևէ մեկը տեկակ ներողություն խնդրեցիք, երբ որ Էդգար Ղազարյանը ներողություն կխնդրի սակրավորների ընտանիքներից, երբ որ Էդգար Ղազարյանը շատ իրեն վատը զգալով ներողություն կխնդրի եւ ցանկանում էր սակրավորների մահը, այն ժամանակ ձեզնից յուրաքանչյուրը բարեկրթության սահմաններում կպահանջի, որ մենք ներողություն խնդրենք։ Հետևաբար, նորից եմ ասում, խոսելուց առաջ կարծում եմ մտածելը երբեք չի խանգարի։ Շնորհակալություն։ Այո, Տիկին Դավոյան, ներողություն խնդրել է պարոն Ղազարյանը 3-2 անգամ, բայց գործընկերոջս պարոն Ալեքսանյանի անվան վերջին Ն տառը չարտասանելու համար 2 անգամ ու անկեղծորեն։ Այսինքն մարդը գիտի ներողություն խնդրելու ձև, երբ որ սխալվում է, ներողություն է խնդրում, եկավ պարոն Ղազարյանը։ Այսինքն սրանից ենթադրելի է, որ սակրավորների մահը ցանկանալը սխալմունք չէր եւ նա ներողություն չի խնդրում, բայց ես նորից եմ հորդորում, խնդրում եմ մեր քաղաքացիները իրավունք ունեն եւ արժանի են, որ խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը տեսակետ հայտնի, կիսում է այդ մոտեցումը, թե չէ, զինվորի մահի ցանկանալը։ Երևի ելույթ չի ունենա եւ թե պարոն Մեսրոպ Մանուկյանը ընդունած լիներ այն բարեկամական խորհուրդը, որ սա այլևս իրենց հեռախոսի էկրանները չեն, որ ինչ ուզեն խոսեն ու մնա անպատասխան։ Պարոն Մանուկյանի իհարկե գործունեությունը ես իրականում գնահատում եմ եւ շնորհակալ եմ, որ հետեւողական է, որ ինչ որ մի սխալ է տեսնում, հրապարակային ասում է, շատ լավ է։ Մենք էլ ենք նույնն անում, բայց ախր պարոն Մանուկյանը այն մարդու օգնականն է եղել, ով Էջմիածնի իր տան փողոցը, որը պետք է պատկաներ բոլորի քաղաքացիներին, փակել էր, արգելափակոց էր դրել, շլագբաուն աշխատանքային լեզվով ասած ձեր, որպեսզի մարդիկ չկարողանան այդտեղ ելումուտ ունենան։ Եվ այս բանի կոռուպցիայի դեմ պայքարի մարտիկի այս կերպարը հեչ համահունչ չէ նրա հետ, ինչին նա բախվել է վստահաբար եւ չի բարձրաձայնել։ Օրինակ Էջմիածնի ես հիմա կկարդամ շատ քիչ մասը այն գույքի, որը ղեկավարը պարոն Մանուկյանի Մանվել Գրիգորյանը մասնավորեցրել է պետական հանրային սեփականությունը։ Օրինակ Էջմիածնի Սուրբ Մեսրոպ Մաշտոց 19 փողոցում գտնվող ՊԲ-ին պատկանող զորամասը 1, Մաշտոցի 109 հասցեում գտնվող գիտելիքի տունը։ Ոչինչ, Տիկին Լիլիթ Գալստյան, օրինակ դուք եթե հաշտ եք եղել սրա հետ, ես կզարմանայի։ Ճոբանքարա խճուղու հացի գործարանը, Պատկանյան 1 հասցեում գտնվող կենցաղի տունը, իդեպ շատ հետաքրքիր է, այս կենցաղի տունը օրինակ ժամագործներ, դերձակներ, տարբեր մարդիկ են այդտեղ աշխատել եւ գուշակեք թե ինչ շինության է, ինչ հաստատության է վերածվել այս հաստատությունը։ Մանվել Գրիգորյանին անցնելուց հետո գիշերային ակումբի, այո, դերձակներին, կոշկակարներին փոխարինել են մերկապարուհիները։ Եվ սրա հետ Մեսրոպ Մանուկյանը խնդիր չի տեսել ու չի բարձրաձայնել։ Լուսավորիչ 1 հասցեում գտնվող մարզադահլիճը, էլի Տիկին Գալստյան, ձեզ սա կհետաքրքրի։ Կենտրոնում գտնվող նախկին այգու տարածքները, իդեպ այստեղ սրճարան է սարքել։ Թումանյան 2 հասցեում գտնվող շուկան, Ալավերդյան 18 հասցեում գտնվող շուկան, Վազգեն առաջին հասցեում գտնվող նախկին հյուրանոցի շենքը, Նարդոս 3 հասցեում գտնվող նախկին Ումիվերմագի շենքը, Մեծամորի Ակնալիժ գյուղի պանսիոնատը, Քաղաքապետարանի 2-րդ մասնաշենքը եւ ես իմ ժամանակը ուզում եմ խնայեմ եւ չշարունակեմ, ել ինչեր է մասնավորեցվել։ Եվ դրա համար պետք է մի քիչ հասկանալ, որ երբ որ դու տենց խոսում ես, պետք է նաև պատասխանես, թե այն ժամանակ ինչի չես խոսել։ Կարող է վախեցել, որ օրինակ այդ բանը, այդ ժինջիլները, թույլ տվեք ասել, իր վզին էլ կհակնեին, եթե ինքը փորձեր հակադրվեր իր ղեկավարին։ Հետո ես
Պարոն Կարապետյան, օրինակ նախորդ գումարման ազգային ժողովում մի արատավոր երևույթ կար։ Ես շատ հուսով եմ, որ դա չի կրկնվի։ Երբ ադրբեջանական հակահայ թեզերը այստեղ տիրաժավորվում էին ընդդիմադիր падգամավորների կողմից։ Օրինակ շատ բարձր է հնչել Զանգեզուրի միջանցք, Մեղրին կտրվում է Հայաստանի Հանրապետությունից։ Այս թեզը Ադրբեջանում գեներացված։ Հայաստանի ընդդիմությունը մեծապես օգտագործել։ Տիկին Աննա Գրիգորյանը 100 անգամ ասել է, որ դա միջանցք է, երբ օգոստոսի 8-ի փաստաթղթերը հրապարակվեցին եւ այլևս անհնար էր դա ասել, ասաց ես ոչ չեմ ասել դա բան է, Զանգեզուրի միջանցք է դա, ես դա չեմ ասել։ Այդ կտորները իմ էջում էլ է հրապարակված, եթե պետք լինի նորից կարող եմ նաեւ ցույց տալ։ Այս թեզը հեշտությամբ կոտրվեց, որտեղ օգոստոսի 8 ունեցանք։ Դրանից հետո սկսվեց մյուս հակահայ ադրբեջանական թեժի տիրաժավորումը արդեն ձեր կողմից եւս եւ այս ամբիոնից ես եւս լսել եմ այդ մասին, դա արևմտյան Ադրբեջան խոսույթն է։ Երբ այս թեզը հիմնականում տենց շատ շրջանառվել է 2023 թվականին եւ մենք վարչապետի գլխավորությամբ շատ ակտիվ սրա դեմ պայքարել ենք, անգամ միջազգային հարթակներում կարող եք գտնել վարչապետի ելույթները եւ ադրբեջանցի պաշտոնյաների հենց դիմաց խոսակցությունները եւ այս դեպքում մենք իհարկե աջակցություն չստացանք Հայաստանի ընդդիմության կողմից, այս հայանպաստ գործունեությանը աջակցություն չստացանք, բայց այստեղ շարունակվեց էլի հակահայ ադրբեջանական քարոզչությունը այս երկրում, այս ամբիոնից Հայաստանի պաշտոնյաների կողմից։ Սա նաև աղետ դարձավ այն ժամանակ, քանի որ համընկավ նախընտրական շրջանի հետ։ Դուք եւ մյուս խմբակցությունները միլիոններ ծախսեցին այս թեզը PR անելու համար։ Հասկանում եք, Հայաստանի ամենահարուստ հայ բարերար Սամվել Կարապետյանը իր միլիոններից տրամադրեց հակահայ ադրբեջանական թեզերը PR անելու համար, նաև Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը։ Եվ սա շատ վատ է։ Ես հիմա մեծ հույս ունեմ, որ խորհրդարանում սա չի շարունակվի, որովհետև հիմա դուք գայս եք մեզ մեղադրում եք, որ ադրբեջանցի պաշտոնյաները այլևս չէին խոսում դրա մասին, ուզում եմ նաև սա էլ ֆիքսենք տևական ժամանակ, եւ հիմա դուք այս սրա մեջ մեզ մեղադրում եք այն ժամանակ, երբ որ դուք խաղաթուղթ եք տվել մյուս երկրի ձեռքում, ցույց տալով Հայաստանի վախը այս թեզից։ Դուք խաղաթուղթ եք տվել, հիմա մեզ մեղադրում եք, որ որոշ ՀԿ-ի ներկայացուցիչներ ինչ որ համաժողովներ են անում։ Շատ վատ է, դա մենք ասել ենք, բայց եկեք միասին հայանպաստ գործունեությամբ զբաղենք, մի տիրաժավորեք, մի շարունակեք այդ թեզի առաջխաղացումը Հայաստանի Հանրապետությունում։ Այս արդեն ահագին ժամանակը լսում եմ պարոն Մանուկյանն էլ երեք, մենք 600,000 ձայն ենք ստացել, ես չեմ հասկանում ես ինչ մաթեմատիկա է, հարգելի գործընկերներ։ Ուրեմն երկու ընդդիմադիր խմբակցությունները միասին ստացել են 485,000 ձայն, 33%-ը։ Սա ոչ մի կերպ 600,000 չէ։ Սրան եթե գումարում ենք անգամ ԲՀԿ-ի ձայները, էլի չի դառնում ոչ մի կերպ 600,000, սա 543,000 է։ Եթե սրան գումարենք նաև մյուս ուժի, լավ, չասեմ եռագլուխ պոչ բան, մյուս ուժի ձայները մեկ է ոչ մի կերպ չի դառնում 600,000։ Սա էլ պատերազմի զոհերի թիվը չի, որ հազարներով, տասնյակ հազարներով ավելացնում եք։ Եվ պարոն Ֆարմանյան, այս ամբիոնից որքան էլ փորձեք, չեմ գտնում, որ հայացքով խոսեմ հետը, որքան էլ փորձեք ձեզ վանեք ռուսամետ ուժ լինելու, խարան չասեմ, բայց այդ պիտակից չի ստացվի։ Եթե դուք 5 տարի շարունակ 5,000 անգամ ասեք, մենք մի ելույթում 2 անգամ ասենք, մենք ռուսամետ չենք, սա ոչ մի կերպ չի չեզոքացվի, որովհետև Ռուսաստանի Դաշնության նախագահը անձամբ է ասել ձեր մասին, որ դուք ռուսամետ ուժեր եք։ Դրա համար գործունեության ընթացքում իհարկե շատ ուրախ կլինեմ, որ ապացուցեք, որ դուք հայամետ ուժեր եք, ոչ մի բանամետ չեք։ Շնորհակալություն։